Ամանորի նախօրեին միայնակ մի միլիոնատեր անձայն արտասվում էր այգու ձյունածածկ նստարանին, կրծվելով մորը կորցնելու մեղքի զգացումից։ Ամեն ինչ փոխվում է, երբ նրան է մոտենում մի փոքրիկ տղա մի պարզ, անմիջական շարժումով առաջարկում է պարտքով տալ իր մայրիկին մի գրկախառնության մի բաժակ տաք շոկոլադի դիմաց։ Այդ անհավանական հանդիպումից հետո սիրո ընտանեկան ջերմության նոր հնարավորություն է ծնվում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Գլուխ 1 Երանում Սուրբ Ծննդյան գիշերն ուներ այն յուրահատուկ փայլը, որը միայն այդ տոնը կարող է բերել քաղաքին։ Պողոտաները զարդարված էին լույսերով, որոնք թարթում էին համաչափ ռիթմով, կարծես պարում էին խանութներից ու տներից հնչող ամանորյա երգերի ներքո։ Գաթայի տաք շոկոլադի բույրը օծում էր օդը, խառնվելով հրապարակներն ու այգիները զարդարող զարդարված եղնիների սոճու բույրին։ Ընտանիքները քայլում էին փողոցներով, տանելով նվերներով լի տոպրակներ, լայն ժպիտներ, մինչ երեխաները ոգորված վազվզում էին, մատնացույց անելով լուսավոր զարդարանքները, որոնք մայրաքաղաքը վերածում էին հեքիաթային տեսարանի։ Սակայն Ռուբեն Կարապետյանի համար այդ ամենն իմաստ չուներ։ Նստած հաղթանակի զբոսայգու նստարանին, պատված երանյան գիշերվա սառը մշուշով, նա դիտում էր շուրջ բոլորը տիրող եռուզեռը, կարծես աշխարհից բաժանված լիներ անտեսանելի պատով։ Շուրջը ծառերը զարդարող գունավոր լույսերը կարծես լղոզված էին երում նրա դեմքով հոսող արցունքների միջով։ Նա այլս չէր էլ փորձում թաքցնել դրանք։ Այնտեղ ձյան նմանվող ցողի բարակ շերտով պատված նստարանին, նրան դատող ոչ ոք չկար մի այգու մեջտեղում, որը նույնիսկ տոնակատարության ամենաթեժ պահին մենության անկյուններ էր առաջարկում նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Ռուբենը 42 տարեկան էր, ստեղծել էր հարյուրավոր միլիոնավոր դրամներով գնահատվող տեխնոլոգիական կայսրություն։ Նրա ընկերությունը մշակում էր արհեստական բանականության ծրագրեր խոշոր կորպորացիաների համար, նրա անունը հաճախ էր հիշատակվում գործարար ամսագրերում, որպես երկրի ամենախոստումնալից ձեռներեցներից մեկը։ Նա բնակարաններ ուներ քաղաքի լավագույն թաղամասերում, ներկրված մեքենաներ, մուտք ուներ բացառիկ շրջանակներ։ Բայց այդ գիշեր ամբողջ այդ հարստությունը թվում էր բացարձակապես դատարկ, անպետք, աննշան այն ցավի դիմաց, որը նրան ներսից մաշում էր։ Մի քանի ժամ առաջ, երբ նա հանդիպման էր ճապոնացի ներդրողների հետ, որոնք հատուկ եկել էին միջազգային ընդլայնման պայմանագիր կնքելու, նրա հեռախոսը համառորեն թրթռաց։ Զանգում էին Էրեբունի բժշկական կենտրոնից։ Ռուբենը նայեց էկրանին, տեսավ համարը, բայց չպատասխանեց։ Նա վճռորոշ շնորհանդեսի մեջ էր, պատին պրոյեկտված թվերով ասիացի գործադիրներով, որոնք վերլուծում էին նրա առաջարկի յուրաքանչյուր մանրուք։ Այդ պայմանագիրը նշանակում էր իր ընկերության վերջնական մուտքը ասիական շուկա, 5 տարվա երազանքի իրականացում։ Նա անջատեց հեռախոսի ձայնը, շարունակեց խոսել աճի կանխատեսումների ներդրումների վերադարձի մասին։ Երբ 2 ժամ անց հանդիպումը վերջապես ավարտվեց, նա հետ զանգեց հիվանդանոց։ Գծի մյուս կողմում բուժքրոջ ձայնը բարի էր, բայց հաստատուն։ Նրա մայրը, տիկին Հելենը, հեռացել էր կյանքից մի քանի ժամ առաջ, մենակ, հիվանդանոցի մահճակալին, մինչ սպասում էր իրեն։ Այդ նախադասությունը Ռուբենի մտքում արձագանքեց խեղդված ճիչի պես։ Նա հեռացել էր։ Մենակ։ Սպասելով իրեն։ Տիկին Հելենն այն ամենն էր, ինչ մնացել էր նրա ընտանիքից։ Հայրը հեռացել էր, երբ նա դեռ դեռահաս էր, մայրը միայնակ էր մեծացրել որդուն, աշխատելով որպես դերձակուհի Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի արհեստանոցում։ Դրանք պայքարի, դժվարությամբ վճարվող հաշիվների, լուռ զոհողությունների տարիներ էին, որպեսզի նա կարողանար սովորել լավ դպրոցներում ունենար այն հնարավորությունները, որոնք մայրը երբեք չէր ունեցել։ Ռուբենը հիշում էր Հելենի կոշտացած ձեռքերը, որոնք միշտ զբաղված էին ասեղներով ու կտորներով, կարելով դպրոցական համազգեստներ, երեկոյան զգեստներ, մանկական հագուստ։ Նա երբեք չէր բողոքում, երբեք հոգնածություն ցույց չէր տալիս։ Պարզապես ժպտում էր, երբ նա դպրոցից տուն էր գալիս հարցնում, թե ինչպես է անցել օրը։ Երբ Ռուբենը սկսեց հաջողության հասնել բիզնեսում, նա ցանկացավ հատուցել այդ ամենի համար։ Նրա համար հարմարավետ տուն գնեց մի հանգիստ թաղամասում, բուժքույր վարձեց, որպեսզի ուղեկցի նրան, երբ առողջությունը սկսեց թուլանալ, ապահովեց, որ նա ունենա լավագույն բժշկական ապահովագրությունը։ Բայց այն, ինչ նա չտվեց, այն, ինչ մայրն ամենաշատն էր ուզում, ժամանակն էր։ Ներկայությունը։ Վերջին տարիներին նրա այցելությունները գնալով հազվադեպ էին դարձել, միշտ արդարացվելով հրատապ հանդիպումներով, գործուղումներով, անհետաձգելի պարտավորություններով։
Հելենը երբեք չէր բողոքում։ Պարզապես ասում էր, որ հասկանում է, որ հպարտ է իրենով, որ նա կարևոր բան է կառուցում։ Եվ հիմա նա գնացել էր։ Մենակ։ Սպասելով իրեն։ Մեղքի զգացումը, որ Ռուբենն էր զգում, ֆիզիկական ծանրության պես նստել էր կրծքին, մի ճնշում, որը դժվարացնում էր յուրաքանչյուր շունչը։ Նա դուրս էր եկել հիվանդանոցից, լուծելով անհրաժեշտ ընթացակարգերը, մերժելով ընկերների գործընկերների, իրեն ուղեկցելու առաջարկը։ Նա ընկերակցություն չէր ուզում։ Դատարկ մխիթարություն չէր ուզում։ Նստեց մեքենան, անպատակ վարեց Երանի զարդարված փողոցներով, վերջում կայանեց հաղթանակի զբոսայգու մոտ։ Քայլեց մինչ այդ նստարանը, նստեց, թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Այգին այդ հատվածում ավելի քիչ մարդաշատ էր, հեռու գլխավոր դարպասներից, որտեղ ընտանիքները հավաքվում էին տոնակատարությունների համար։ Այնտեղ, լուսավորված ծառերի ծիծաղի ու ամանորյա երգերի հեռավոր ձայների մեջ, Ռուբենը լաց էր լինում այն ամենի համար, ինչ կորցրել էր, այն ամենի համար, ինչ երբեք չէր կարողանա վերադարձնել։ Լաց էր լինում հեռացած մոր, ներկա լինելու բաց թողնված հնարավորության, երբեք չարված գրկախառնությունների, երբեք չունեցած խոսակցությունների համար։ Լաց էր լինում այն դատարկության համար, որն այժմ բնակվում էր իր մեջ, մի դատարկություն այնքան խորը, որ կարծես ունակ էր ամբողջությամբ կլանել իրեն։ Հենց այդ պահին մանկական մի ձայն ընդհատեց նրա մռայլ մտքերը։ Դուք լաց եք լինում։ Ռուբենը վախեցած բարձրացրեց հայացքը։ Նրա դիմաց կանգնած էր մի փոքրիկ տղա, որը 5-6 տարեկանից ավելի չէր լինի։ Նա հագել էր կարմիր բրդյա բաճկոն, ջինսետաբատ ձմեռ պապիկի գլխարկ, որը մի կողմ էր թեքվել, նրան տալով միաժամանակ զվարճալի սրամիտ տեսք։ Նրա աչքերը մեծ էին ու մուգ, լի անմեղ հետաքրքրասիրությամբ, անկեղծ մտահոգությամբ, որը միայն երեխաները կարող են արտահայտել առանց ստիճների։ Ռուբենն արագ սրբեց դեմքը ձեռքերով, փորձելով իրեն զսպել, բայց արցունքները համառորեն շարունակում էին հոսել։ Այո, պատասխանեց նա, խռպոտ ու հոգնած ձայնով։ Բայց պետք չէ անհանգստանալ։ Ինչու եք լաց լինում, պնդեց տղան, առանց թույլտվություն հարցնելու նստելով նրա կողքի նստարանին, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Ծունկներ թեք վնասել։ Թե ինչ որ մեկը ձեզ նեղացրել է։ Ռուբենը չկարողացավ զսպել դառը ժպիտը հարցի պարզության դիմաց։ Ինչպես բացատրել երեխային մեղքի, զղջման, անդառնալի կորստի բարդությունը։ Ոչ, դրանցից ոչ մեկը, ասաց նա մեղմորեն։ Ես տխուր եմ, որովհետև այսօր կորցրել եմ ինձ համար շատ կարևոր մեկին։ Ո՞մ, հարցրեց տղան, գլուխը մի կողմ թեքելով։ Մայրիկիս։ Տղան մի պահ լռեց, մշակելով տեղեկությունը։ Հետո զարմանալի լրջությամբ այդքան փոքր երեխայի համար ասաց. Ես կարող եմ իմ մայրիկին ձեզ պարտքով տալ։ Նա աշխարհի լավագույն գրկախառնություններն է անում, Երանի լավագույն տաք շոկոլադն է պատրաստում։ Երբ ես տխրում եմ, նա միշտ ինձ նորից ուրախացնում է։ Գուցե նա կարողանա նա ձեզ ստիպել դադարել լաց լինել։ Ռուբենը զգաց, թե ինչպես մի բան շարժվեց իր կրծքում, մի բան, որը ցավ չէր։ Դա քնքշություն էր, զարմանք, մի տարօրինակ հուզմունք այդ մաքուր անկեղծ առատաձեռնության դիմաց։ Ժամեր անց առաջին անգամ նա իսկապես ժպտաց։ Շատ բարի ես, բայց չեմ կարծում, որ մայրիկդ կցանկանար, որ իրեն այդպես պարտքով տան, ասաց նա, փորձելով թե տոն պահպանել։ Նա դեմ չի լինի, համոզված պատասխանեց տղան։ Նա միշտ ասում է, որ մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր տխուր են։ Եկեք ինձ հետ, նա այնտեղ մոտակայքում է։ Դուք նրան դուր կգաք։ Նախքան Ռուբենը կհասցներ պատասխանել, այգում արձագանքեց կանացի մի ձայն, լի մտահոգությամբ։ Միքայել։ Միքայել, որտեղ ես։ Տղան ցատկեց նստարանից եռանդուն թափահարեց ձեռքը։ Այստեղ եմ, մամ։ Այստեղ եմ մի նոր ընկերոջ հետ։ Ծառերի միջից մի կին հայտնվեց, արագ քայլելով դեպի նրանց։ Նա հագել էր բեժ գույնի բրդյա պարզ վերարկու, ջինսետաբատ ցածր կրունկներով կոշիկներ։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին կիսաքանդ պոչի մեջ, դեմքն արտահայտում էր թեթացման զայրույթի խառնուրդ, որդուն գտնելուց հետո։ Երբ նրա հայացքը կանգ առավ Ռուբենի վրա, որը դեռ նստած էր նստարանին կարմրած ու այտուցված աչքերով, նրա արտահայտությունը փոխվեց մտահոգության։ Միքայել, քանի՞։ Անգամ եմ ասել, որ այդպես չվազես, ասաց նա, ամուր բռնելով տղայի ձեռքը։ Դու ինձ վախեցրիր։ Ներիր մամ, բայց ես տեսա, որ այս պարոնը լաց էր լինում, եկա տեսնեմ, նա լավ է։
Նա ասաց, որ այսօր կորցրել է իր մայրիկին։ Կինը նայեց Ռուբենին, մի կարճ ակնթարթ նրանց միջ ինչ-որ բան տեղի ունեցավ։ Լուր հասկացողություն, ընդհանուր ցավի ճանաչում։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում կորցնել մեկին։ Դա գրված էր նրա աչքերում, այն ծով, թե ինչպես նրա արտահայտությունն անմիջապես մեղմացավ։ «Ցավակցում եմ ձեր կորստի համար», ասաց նա, ցածր ու անկեղծ ձայնով։ «Ես գիտեմ, թե որքան դժվար է դա»։ «Շնորհակալ եմ», պատասխանեց Ռուբենը, բարձրանալով նստարանից։ «Ձեր որդին շատ բարի է։ Նա ինձ առաջարկեց ձեզ պարտքով տալ, որպեսզի ես ինձ ավելի լավ զգամ»։ Կինը թե ծիծաղեց, բայց նրա հայացքում քնքշություն կար, երբ նա նայեց որդուն։ «Նա հսկայական սիրտ ունի», ասաց նա։ «Երբեմն չափազանց մեծ, իր իսկ բարօրության համար։ Իմ անունն Անահիտ է, իսկ այս փոթորիկն այստեղ Միքայելն է»։ «Ռուբեն Կարապետյան», պատասխանեց նա, մեկնելով ձեռքը։ «Ներեցեք այս տեսքի համար։ Մտադրություն չունեի ուշադրություն գրավել կամ որե մեկին անհանգստացնել։ Պետք չէ ներողություն խնդրել զգալու համար», ասաց Անահիտը, կարճ սեղմելով նրա ձեռքը։ «Մենք բոլորս էլ դժվար պահերի միջով ենք անցնում։ Ոչ ոք չպետք է դրանց միջով մենակ անցնի, առավել Սուրբ Ծննդյան գիշերը»։ Նրանց միջ լռություն տիրեց, ոչ թե անհարմար, այլ իմաստով լի։ Միքայելը, ըստ երույթին գոհ լինելով, որ իրավիճակը լուծել է, քաշեց մոր բաճկոնի թից։ «Մամ, մենք կարող ենք պարոն Ռուբենին տուն տանել։ Նա մենակ է ու տխուր։ Մենք շատ ուտելիք ունենք, դու ինքդ ասացիր։ Եվ Սուրբ Ծնունդ է։ Ոչ ոք չպետք է մենակ մնա Սուրբ Ծննդին»։ Անահիտը նայեց որդուն, հետո Ռուբենին, ակնհայտորեն երկմտելով միայնակ մոր բնական զգուշության այն կարեկցանքի մեջ, որը Միքայելը ժառանգել էր իրենից։ «Միքայել, սիրելիս, մենք չենք կարող այդպես անծանոթներին տուն հրավիրել», սկսեց նա, բայց Ռուբենը նրբորեն ընդհատեց նրան։ «Ամեն ինչ կարգին է, ես լիովին հասկանում եմ։ Դուք արդեն իսկ շատ բան արեցիք ինձ համար, պարզապես ձեր բարությամբ։ Ես լավ կլինեմ»։ Բայց նույնիսկ դա ասելիս Ռուբենը գիտեր, որ դա սուտ է։ Նա լավ չէր։ Շուտով լավ չէր լինելու։ Իր դատարկ բնակարան վերադառնալու, գիշերն անցկացնելու մենակ, հիշողությունների մեջ թափառելով մեղքի զգացումի մեջ խեղդվելով, հեռանկարը գրեթե անտանելի էր։ Անահիտը երի ինչ-որ բան տեսավ նրա արտահայտության մեջ, քանի որ նա վարանեց, նորից նայելով որդուն, իսկ հետո Ռուբենին։ Ինչ-որ բան նրա աչքերում, գուցե մի ցավի ճանաչում, որը նա ինքն էր ապրել, ստիպեց նրան որոշում կայացնել։ «Գիտեք ինչ», ասաց նա մեղմորեն, «Միքայելը ճիշտ է։ Այսօր Սուրբ Ծնունդ է, ոչ ոք չպետք է մենակ մնա։ Եթե ցանկանում եք, մեր տանն իսկապես 3 հոգուց ավելիի համար ուտելիք կա։ Ոչ մի շքեղ բան, բայց սիրով է պատրաստված։ Եվ կարող եմ երաշխավորել, որ Միքայելի տաք շոկոլադը չափազանցություն չէ։ Այն իսկապես շատ լավն է»։ Ռուբենը զարմացած նայեց նրան։ Այդ հրավերի անկեղծության, նրա դեմքի անկեղծ մտահոգության մեջ ինչ-որ բան կար, որը խորապես հուզեց նրան։ Տարիներ շարունակ ոչ ոք իր մասին չէր մտահոգվել որպես մարդու, այլ միայն որպես գործարարի, որպես բիզնես հնարավորությունների կամ ներդրումների աղբյուրի։ Այստեղ մի անծանոթ կին նրան առաջարկում էր մի պարզ թանկ բան, անկեղծ մարդկային ընկերակցություն կարիքի պահին։ «Համոզվա՞ծ եք», հարցրեց նա, դեռ վարանելով։ «Ես չեմ ուզում անհանգստացնել»։ «Անհանգստություն չէ», պատասխանեց Անահիտը փոքրիկ ժպիտով։ «Երբեմն կյանքը մարդկանց մեր ճանապարհին է դնում հենց այն ժամանակ, երբ մենք նրանց կարիքն ունենք։ Կամ երբ նրանք մեր կարիքն ունեն։ Եկեք։ Մենք այստեղից մի քանի թաղամաս հեռու ենք ապրում»։ Միքայելն ուրախության ճիչ արձակեց բռնեց Անահիտի ազատ ձեռքը, հետո մյուս ձեռքը մեկնեց Ռուբենին։ «Գնացինք, պարոն Ռուբեն։ Դուք կտեսնեք, մայրիկս շատ լավ է պատրաստում։ Նա տոլմա, բրինձ, խորոված հավ, նույնիսկ խնձորով կարկանդակ է պատրաստել աղանդերի համար»։ Ռուբենը, դեռ մի փոքր շփոթված իր մենավոր գիշերվա հանկարծակի փոփոխությունից, ընդունեց տղայի փոքրիկ ձեռքը, թույլ տվեց, որ նրանք երկուսով իրեն առաջնորդեն։ Մինչ նրանք քայլում էին թաղամասի լուսավորված փողոցներով, անցնելով զարդարված տների հավաքված ընտանիքների կողքով, նա մտածում էր, թե ինչպես է հայտնվել այստեղ, հետելով միայնակ մորն ու նրա փոքրիկ որդուն դեպի անծանոթ բնակարան։ Բայց մի պատճառով, որը չէր կարողանում լիովին բացատրել, դա ճիշտ էր թվում։ Թվում էր, դա այն վայրն է, որտեղ նա պետք է լիներ այդ գիշեր։
Շենքը, որտեղ ապրում էր Անահիտը, գտնվում էր մի հանգիստ փողոցում, համեստ, բայց խնամված շինության մեջ։ Վերելակը փոքր էր ու հին, պատերին հայելիներով մաքրող միջոցների թեթ հոտով։ Միքայելը չէր դադարում խոսել վերելքի ընթացքում, պատմելով իր ստացած նվերների, այն պատմության մասին, որ տատիկն ավելի վաղ իր համար տեսազանգով կարդացել էր, այն տորթի մասին, որն առավոտյան օգնել էր մայրիկին պատրաստել։ Բնակարանը փոքր էր, գուցե 60 քառակուսի մետր, բայց այնքան հարմարավետ էր, որքան Ռուբենի ընդարձակ մինիմալիստական տարածքները երբեք չէին եղել։ Հյուրասենյակի պատերը բաց կրեմագույն էին, զարդարված շրջանակված մանկական նկարներով, մի քանի ընտանեկան լուսանկարներով։ Մի անկյունում տեղադրված էր փոքրիկ արհեստական տոնածառ, զարդարված ձեռագործ խաղալիքներով, գունավոր լույսերով։ Բազմոցը հին էր, բայց հարմարավետ, ծածկված գունավոր ծածկոցներով։ Ճաշասեղանը, փոքր ու կլոր, արդեն սպասքադրված էր պարզ, բայց խնամքով դրված ափսեներով։ Հարմար տեղավորվեք, ասաց Անահիտը, հանելով վերարկուն կախելով այն դռան մոտի կախիչից։ Ես միայն ուտելիքը տաքացնեմ։ Միքայել, հանիր բաճկոնդ ու լվա ձեռքերդ։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել, առաջարկեց Ռուբենը, իրեն միաժամանակ տեղից դուրս տարօրինակ կերպով տանը զգալով։ Հանգիստ եղեք, պատասխանեց նա ժպիտով։ Նստեք բազմոցին, գնացեք։ Երկար չի տի։ Ռուբենը նստեց, դիտելով, թե ինչպես է Միքայելը վազում լոգարան, իսկ հետո վերադառնում, հանելով ձմեռ պապիկի գլխարկը գցելով այն Ռուբենի կողքի բազմոցին։ Այնուհետ տղան գրքերի դարակից մի հեքիաթների գիրք վերցրեց, բարձրացավ բազմոցին, անհարմարություն չպատճառող բնականությամբ նստելով նրա կողքին։ Ուզում եք, ձեզ համար կարդամ, հարցրեց Միքայելը, բացելով գիրքը։ Ես դեռ սովորում եմ, բայց արդեն որոշ բառեր կարողանում եմ կարդալ։ Սիրով կլսեի, պատասխանեց Ռուբենը, այդ սարսափելի օրվա մեջ առաջին անգամ զգաց, թե ինչպես է իր կրծքում խաղաղության նման մի բան սկսում հաստատվել։ Մինչ Միքայելը կենտրոնացած ջանքերով կարդում էր, սայթաքելով որոշ բառերի վրա օգնություն խնդրելով մյուսների հարցում, Անահիտը գնում գալիս էր խոհանոցի հյուրասենյակի միջ, բերելով ափսեներ, կարգի բերելով իրերը, ստեղծելով տան մթնոլորտ, որը Ռուբենը տարիներ շարունակ չէր զգացել։ Տնական ուտելիքի բույրը լցնում էր բնակարանը, խառնվելով տոնածառի սոճու թեթ բույրին։ Երբ վերջապես նստեցին սեղանի շուրջ ընթրելու, Ռուբենն իրեն գտավ մի պարզության մեջ, որը միաժամանակ տարօրինակ էր խորապես մխիթարող։ Ուտելիքը համեղ էր, պատրաստված խնամքով, սիրով։ Միքայելն անդադար խոսում էր, պատմելով դպրոցի, ընկերների, իր սիրելի մուլտֆիլմերի մասին։ Անահիտն ուշադիր լսում էր, հարցեր տալիս, ծիծաղում որդու անհաջող կատակների վրա։ Իսկ Ռուբենը երկար ժամանակ անց առաջին անգամ պարզապես գոյություն ուներ այդ պահի մեջ, չմտածելով հանդիպումների, պայմանագրերի, շահույթի թվերի կամ շուկաների ընդլայնման մասին։ Աղանդերի ժամանակ Միքայելը հարցրեց, թե արդյոք Ռուբենը սիրում է հեքիաթներ, նախքան նա կհասցներ լիովին պատասխանել, տղան արդեն մի կույտ գրքեր էր բերում։ Անահիտը ներողություն խնդրեց որդու ոգորության համար, բայց Ռուբենը պարզապես ժպտաց ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Ավելին, դա հենց այն էր, ինչի կարիքն ուներ։ Անահիտը հեքիաթ-հեքիաթի հետից կարդաց, յուրաքանչյուր կերպարի համար տարբեր ձայներ տալով, Միքայելին ծիծաղեցնելով իր չափազանցված մեկնաբանություններով։ Ռուբենը նույնպես ծիծաղում էր, մի անկեղծ ծիծաղ, որը կարծես գալիս էր իր ներսի մի տեղից, որը տարիներ շարունակ քնած էր։ Եվ երբ Միքայելը վերջապես սկսեց ննջել բազմոցին նրանց երկուսի միջ, գլուխը դրած Ռուբենի թին այն բացարձակ վստահությամբ, որը միայն երեխաներն ունեն, նա զգաց, թե ինչպես է մի խորը անորոշ հուզմունք տիրում իր կրծքին։ Անահիտը զգուշորեն տարավ որդուն ննջասենյակ, երբ վերադարձավ, գտավ Ռուբենին, որը մտախոհ հայացքով նայում էր բնակարանին։ Դուք շատ գեղեցիկ տուն ունեք, ասաց նա ցածրաձայն։ Խոսքը չափի կամ շքեղության մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչ է զգացվում այստեղ։ Երկար ժամանակ էր, ինչ ես դա չէի զգացել։ Անահիտը նստեց նրա դիմացի բազկաթոռին, երկար պահ նրանք պարզապես նայում էին միմյանց։ Այդ լռության մեջ այնքան չասված բան կար, ցավի վերականգնման այնքան պատմություններ, որոնք յուրաքանչյուրը կրում էր իր մեջ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում կորցնել կարոր մեկին, ասաց նա վերջապես։ Իմ ամուսինը 3 տարի առաջ մահացավ։ Դժվար էր։ Երբեմն դեռ դժվար է։ Բայց մենք սովորում ենք շարունակել, հատկապես երբ կա մեկը, ով կախված է մեզնից, ինչպես Միքայելն է կախված ինձնից։ Նա ինձ ոտքի վրա պահեց, երբ ես միայն ուզում էի փլուզվել։ Ցավակցում եմ ձեր կորստի համար, ասաց Ռուբենը։ Եվ շնորհակալ եմ։
Ամեն ինչի համար։ Ինձ ընդունելու, ինձ ցույց տալու համար, որ աշխարհում դեռ կա անկեղծ բարություն։ Ես մոռացել էի դրա մասին։ Երբեմն մենք մոլորվում ենք, պատասխանեց նա մեղմորեն։ Բայց միշտ կա վերադարձի ճանապարհ, եթե մենք պատրաստ ենք փնտրել այն։ Արդեն ուշ էր, երբ Ռուբենը վերջապես ոտքի կանգնեց գնալու։ Անահիտը պնդեց, որ մի կտոր խնձորով կարկանդակ փաթեթավորի, որպեսզի նա տանի, նա ժպիտով ընդունեց։ Բնակարանի դռան մոտ մի պահ վարանում եղավ։ Ես կցանկանայի կապի մեջ մնալ, ասաց Ռուբենը։ Եթե դուք դեմ չեք։ Իմ կյանքում շատ մարդիկ չկան, որոնց հետ կարող եմ իսկապես խոսել։ Եվ այսօր դուք Միքայելն ինձ տվեցիք մի բան, որի կարիքը ես այդքան հուսահատորեն ունեի, առանց իմանալու։ Ես նույնպես կցանկանայի, պատասխանեց Անահիտը, նրանք հեռախոսահամարներ փոխանակեցին։ Երբ Ռուբենը դուրս եկավ շենքից, քայլեց դեպի իր մեքենան, Սուրբ Ծննդյան գիշերը դեռ փայլում էր նրա շուրջը, բայց հիմա լույսերը մի փոքր ավելի քիչ հեռավոր, մի փոքր ավելի քիչ անիմաստ էին թվում։ Նա դեռ զգում էր կորստի ցավը, մեղքի զգացումը դեռ ներսից կրծում էր նրան, բայց հիմա կար նա մեկ այլ բան։ Մի փոքրիկ կայծ մի բանի, որը նա չէր կարողանում լիովին անվանել։ Հույս, գուցե։ Կամ վերսկսելու հնարավորություն։ Կամ պարզապես հիշեցում, որ նույնիսկ ամենամութ պահերին մարդկային բարությունը դեռ գոյություն ունի, կարող է մեզ հասնել, երբ մենք ամենաքիչն ենք սպասում։ Գլուխ 2 Սուրբ Ծննդյան գիշերվան հաջորդող օրերն ամենադժվարն էին, որ Ռուբենը երբե ապրել էր իր հասուն կյանքում։ Հաջորդ առավոտն իր հետ բերեց այն դաժան իրականությունը, որը նա կարողացել էր մի քանի ժամով հետաձգել Անահիտի Միքայելի ընկերակցությամբ։ Կային ընթացակարգեր, որոնք պետք է ձեռնարկվեին, որոշումներ, որոնք պետք է կայացվեին, մարդիկ, որոնց պետք է տեղեկացվեր։ Տիկին Հելենի հուղարկավորությունը պետք է կազմակերպվեր, Ռուբենն իրեն գտավ զանգերի, փաստաթղթերի հուղարկավորության բյուրոյի աշխատակիցների հետ խոսակցությունների անվերջ հաջորդականության մեջ, որոնք ցածր հարգալից տոնով խոսում էին դագաղների, ծաղիկների արարողությունների մասին։ Նա ամեն ինչ արեց ավտոմատ կերպով, կարծես ղեկավարում էր հատկապես դժվար գործնական հանդիպում։ Ընտրեց կարմրափայտի դագաղը, որը մայրը չափազանց գեղեցիկ, չափազանց թանկ կհամարեր։ Ընտրեց սպիտակ շուշանների փնջեր, նրա սիրելի ծաղիկները։ Տեքստ գրեց մահախոսականի համար, որը պետք է հրապարակվեր թերթերում, յուրաքանչյուր բառ տոննաներով ծանրացած իր կրծքին։ Ամեն ինչ կազմակերպեց բարդ խնդիրներ լուծելուն սովոր մարդու սառը արդյունավետությամբ, բայց ներսում նա կոտրված էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Սուրբ Ծննդից 2 օր անց, Երանի հարավային մասում գտնվող մի համեստ մատուռում։ Ներկա էին տիկին Հելենի որոշ հարաններ, նախկին արհեստանոցի գործընկերները, որտեղ նա աշխատել էր, բուժքույրը, որն ուղեկցում էր նրան վերջին ամիսներին։ Ռուբենը ողջունեց բոլորին, շնորհակալություն հայտնեց ցավակցությունների համար, լսեց իր մոր մասին պատմություններ, որոնք ստիպեցին նրան գիտակցել, թե որքան էր նա հեռացել նրանից վերջին տարիներին։ Մի տարեցկին, որը տասնամյակներ շարունակ Հելենի ընկերուհին էր եղել, ամուր բռնեց նրա ձեռքերը արցունքն աչքերին, ասաց, որ մայրը միշտ հսկայական հպարտությամբ էր խոսում իր մասին, որ բոլոր ընկերուհիներին ցույց էր տալիս նրա լուսանկարները գործարար ամսագրերում, որ ասում էր, թե շատ երջանիկ է, որ նա այդքան երազանք է իրականացրել։ Այդ խոսքերը, ասված այդքան քնքշությամբ, Ռուբենին կտրեցին սուր սայրերի պես։ Մայրը հպարտանում էր իրենով, բայց նա թույլ էր տվել, որ մայրը մենակ մահանա։ Աշխարհի ողջ հաջողությունը չէր փոխհատուցում այդ վերջին բացակայությունը։ Հուղարկավորության ընթացքում նրա հեռախոսը մի քանի անգամ թրթռաց։ Գործընկերներից հաղորդագրություններ, պաշտոնական ցավակցություններ հայտնող հիշեցումներ հանդիպումների մասին, որոնք պետք է հետաձգվեին, հրատապ նամակներ հաճախորդներից։ Ռուբենն անտեսեց բոլորին։ Բայց կար մի հաղորդագրություն, որը գրավեց նրա ուշադրությունը։ Անահիտից էր։ Հաղորդագրությունը պարզ էր, ուղիղ, առանց շրջանցումների կամ ավելորդ պաշտոնականությունների։ Այնտեղ պարզապես գրված էր. Ողջույն, Ռուբեն, ես Միքայելը մտածում ենք քո մասին։ Գիտեմ, որ այս օրերը պետք է շատ դժվար լինեն։ Եթե ընկերակցության կամ պարզապես խոսելու կարիք ունենաս, մենք այստեղ ենք։ Առանց ճնշման, առանց պարտավորության։ Պարզապես իմացիր, որ մենակ չես։ Հաղորդագրությանը գծված էր Միքայելի արած նկարի լուսանկարը։ Դա 3 մարդու գունավոր մանկական պատկեր էր, որոնք ձեռք ձեռքի բռնած կանգնած էին աստղալից երկնքի տակ։ Նրանցից մեկը մուգ մազեր ուներ, կոստյում էր հագել, մյուսը զգեստ ուներ երկար մազեր, իսկ երրորդը փոքր էր, ձմեռ պապիկի գլխարկ էր դրել։
Նկարի վերում մեծ ու ծուռ տառերով գրված էր. «Տխուր պարոն Ռուբենի համար»։ Ռուբենը երկար նայեց այդ նկարին, նստած մատուռի աթոռներից մեկին, մինչ շուրջը մարդիկ ցածր ձայնով խոսում էին։ Ինչ-որ բան շարժվեց նրա ներսում, կարծես տարիներ շարունակ փակված դուռը վերջապես բացվում էր։ Նա պատասխան գրեց, ջնջեց, նորից գրեց, վերջապես ուղարկեց. «Շնորհակալ եմ։ Սրտանց։ Այս նկարն ինձ համար ավելին է նշանակում, քան դուք պատկերացնում եք։ Երբ այս ամենն անցնի, շատ կուզենայի նորից տեսնել ձեզ»։ Պատասխանը եկավ մի քանի րոպե անց. «Երբ ցանկանաս։ Մենք այստեղ ենք»։ Հաջորդ օրերին, մինչ Ռուբենը դիմակայում էր մոր տունը դատարկելու ցավալի խնդրին, նա մշտական կապի մեջ էր Անահիտի հետ։ Սկզբում դրանք երկար կամ խորը խոսակցություններ չէին, պարզապես փոքր հաղորդագրությունների փոխանակումներ, որոնք ծառայում էին որպես նորմալության խարիսխներ հուզական քաոսի մեջ։ Նա ուղարկում էր Միքայելի հետ առօրյայի լուսանկարներ, փոքր նորություններ պարզ բաների մասին, հարցեր, թե ինչպես է նա իրեն զգում։ Նա պատասխանում էր, երբ կարողանում էր, միշտ երախտապարտ լինելով այդ զուսպ, բայց մշտական ներկայության համար։ Տիկին Հելենի տունը գտնվում էր մի հանգիստ բնակելի թաղամասում, յուրաքանչյուր սենյակ լի էր հիշողություններով, որոնք բուռն ալիքների պես հարձակվում էին Ռուբենի վրա։ Հյուրասենյակը, բազմոցով, որտեղ նա տնային աշխատանքներն էր անում, մինչ մայրը մինչ ուշ գիշեր կարում էր։ Փոքրիկ խոհանոցը, որտեղ նա ընթրիք էր պատրաստում, խոսում նրա հետ օրվա մասին։ Նրա ննջասենյակը, որը մայրը գրեթե անփոփոխ էր պահել այն օրվանից, երբ նա ավելի քան 20 տարի առաջ տնից հեռացել էր, պատին հին պաստառներով դարակին դպրոցական մրցույթների գավաթներով։ Բայց ամենադժվարը նրա ննջասենյակն էր։ Այնտեղ, պարզ, բայց խնամված հագուստի, թելերի կտորների տուփերի մեջ, Ռուբենը գտավ թերթերի կտրոններով լի մի դարակ։ Դրանք բոլոր այն հոդվածներն էին, որոնք երբե հրապարակվել էին իր ընկերության, իր մասնագիտական հաջողությունների մասին։ Նա պահել էր ամեն ինչ, դասավորել ժամանակագրական կարգով, կարծես մայրական հպարտության արխիվ էր հավաքում։ Կտրոնների հետ կային նամակներ, որոնք նա ուղարկել էր, երբ ավելի երիտասարդ էր, նրանց համատեղ լուսանկարները ծննդյան օրերին ավարտական երեկոներին, մի տետր, որտեղ նա նշում էր իր կյանքի կարևոր ամսաթվերը։ Ռուբենը նստեց այդ սենյակի հատակին, լաց եղավ այնպես, ինչպես մանկուց չէր լացել։ Լաց եղավ այն ամենի համար, ինչ կորցրել էր, բոլոր այն պահերի համար, որոնք չէին վերադառնա, բոլոր այն խոսակցությունների համար, որոնք երբեք չէին ունենա։ Բայց նա լաց եղավ նա մի ավելի խորը բանի համար, այն գիտակցման համար, որ թանկարժեք ժամանակ էր վատնել, հետապնդելով բաներ, որոնք ի վերջո բացարձակապես ոչինչ չէին նշանակում այն ամենի դիմաց, ինչն իսկապես կարևոր էր։ Հենց այդ պահին, կարմրած աչքերով կոտրված սրտով, նա վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն գրեց Անահիտին. «Ես մայրիկիս տանն եմ։ Կարծում եմ, մենակ չեմ կարող սա անել։ Կարող ես մի քանի րոպե խոսել ինձ հետ»։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես. «Իհարկե։ Ուզում ես, զանգեմ»։ Եվ զանգեց։ Անահիտի ձայնը գծի մյուս կողմում մեղմ էր, հասկացող, առանց դատապարտումների։ Նա չփորձեց նվազեցնել նրա ցավը կամ առաջարկել պատրաստի մխիթարական արտահայտություններ։ Պարզապես լսեց, մինչ նա խոսում էր կտրոնների դարակի, իրեն մաշող մեղքի զգացումի, իր կյանքի ամենակարևոր մարդու հանդեպ ձախողվելու զգացման մասին։ Եվ երբ նա վերջապես բառեր չուներ, նա կիսվեց իր սեփական պատմությամբ։ Պատմեց այն օրվա մասին, երբ լուր ստացավ, որ իր ամուսինը, Դավիթը, ավտովթարի է ենթարկվել տունդարձի ճանապարհին։ Նա շինարար ինժեներ էր, վերադառնում էր մեկ այլ քաղաքի շինհրապարակից։ Դա հանկարծակի էր, առանց նախազգուշացման, առանց հրաժեշտի ժամանակի։ Մի պահ նա գոյություն ուներ, իսկ հաջորդին նա մենակ էր 2 տարեկան որդու հետ, որին պետք է մեծացներ։ Պատմեց հաջորդած անզգայության ամիսների մասին, թե ինչպես էր Միքայելն ամեն օր հարցնում հոր մասին, նա չգիտեր, ինչպես բացատրել, որ նա չի վերադառնա։ Պատմեց այն գիշերների մասին, երբ լաց էր լինում լոգարանում թաքնված, որպեսզի որդին չտեսնի, տունը պահելու, հաշիվները վճարելու, ուսուցչուհի աշխատելը շարունակելու պայքարի մասին, մինչ աշխարհը փլուզվում էր իր շուրջը։ Բայց այդ ամենից հետո, ասաց նա, ընտրություն կար։ Նա կարող էր թույլ տալ, որ ցավի մեջ խորտակվի, կամ կարող էր ընտրել ապրել իրենից կախված որդու համար։ Հեշտ չէր։ Որոշ օրեր դեռ սարսափելի էին։ Բայց կամաց-կամաց նա սովորեց, որ կյանքը շարունակվում է, որ հնարավոր է կրել ցավը մի նույն ժամանակ գտնել ուրախության պահեր, որ հեռացածին հարգելը չի նշանակում դադարել ապրել, այլ ապրել այնպես, որ այդ մարդը հպարտանա։
Ռուբենը լուր լսում էր ամեն ինչ, յուրաքանչյուր բառը կլանելով, կարծես դրանք դեղ լինեին բաց վերքի համար։ Երբ նա ավարտեց խոսքը, նա ասաց, հուզմունքից խռպոտ ձայնով. «Ինչպես կարող ես այդքան ուժեղ լինել»։ «Դա ուժ չէ», պատասխանեց նա մեղմորեն։ «Դա ընտրություն է։ Ամեն օր ես ընտրում եմ շարունակել։ Որոշ օրեր այդ ընտրությունն ավելի հեշտ է, մյուսները գրեթե անհնար։ Բայց ես շարունակում եմ ընտրել։ Եվ դու նույնպես կարող ես դա անել, Ռուբեն։ Մայրդ չէր ցանկանա, որ դու մեղքի զգացումի մեջ կորչես։ Նա կցանկանար, որ դու ապրես, որ երջանիկ լինես»։ Այդ խոսակցությունը տեց ավելի քան 2 ժամ։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցին, Ռուբենն իրեն մի փոքր ավելի թեթ զգաց, կարծես իր կրած ճնշող բեռի մի մասը կիսվել էր, հետաբար նվազել։ Նա այդ օրն ավարտեց մոր տունը կարգի բերելը, առանձնացնելով նվիրաբերելու իրերը, պահելով թանկարժեք հիշողությունները, փակելով այդ գլուխը ցավալի գիտակցությամբ, որ դա անհրաժեշտ էր։ Հուղարկավորությունից 1 շաբաթ անց Անահիտը նրան հրավիրեց սուրճ խմելու։ Դա պարզ հրավեր էր, արված անկեղծ ձով, բայց Ռուբենն ընդունեց այն մի ոգորությամբ, որը զարմացրեց իրեն։ Նրանք հանդիպեցին Երանի կենտրոնում գտնվող մի փոքրիկ հարմարավետ սրճարանում, հեռու քաղաքի գործարար կենտրոնի եռուզեռից։ Վայրն ուներ փայտե սեղաններ, տեղացի նկարիչների գործերով զարդարված պատեր, թարմ սուրճի ու թխվածքների անդիմադրելի բույր։ Անահիտը նրանից մի քանի րոպե ուշ եկավ, մազերն ազատ ընկած ուսերին ամաչկոտ ժպիտը շուրթերին։ Նա հագել էր ծաղկավոր պարզ զգեստ ջինսե բաճկոն, Ռուբենն առաջին անգամ գիտակցաբար նկատեց, թե որքան գեղեցիկ է նա։ Ոչ թե ցուցադրական կամ արհեստական գեղեցկություն, այլ ինչ-որ բնական, անկեղծ բան, որը գալիս էր ներսից։ Նրանք ժամերով խոսեցին։ Խոսեցին մանկության, երիտասարդ տարիքում ունեցած երազանքների, այն մասին, թե ինչպես է կյանքը յուրահատուկ կերպով մեզ տանում ուղիներով, որոնք մենք երբեք չենք պատկերացրել։ Անահիտը պատմեց, որ դեռահաս տարիքում միշտ ուզել է գրող դառնալ, բայց կյանքը նրան տարել է մանկավարժություն, հիմա նա սիրում է լինել տարրական դպրոցի 2-րդ դասարանի ուսուցչուհի։ Նա ակնհայտ քնքշությամբ խոսեց իր աշակերտների մասին, թե ինչպես է յուրաքանչյուր երեխա մի յուրահատուկ տիեզերք, այն ուրախության մասին, երբ տեսնում ես, թե ինչպես է աշակերտը վերջապես հասկանում մի բան, որը շաբաթներ շարունակ փորձում էր սովորել։ Ռուբենը խոսեց իր գործարար ուղու մասին, բայց առաջին անգամ առանց այն ավտոմատ հպարտության տոնի, որը միշտ օգտագործում էր գործնական միջոցառումներին։ Խոսեց այն գնի մասին, որը վճարել էր այդ հաջողության համար, հետում թողած ընկերությունների, երբեք չծաղկած հարաբերությունների մասին, քանի որ միշտ չափազանց զբաղված էր, միշտ ճանապարհորդում էր, միշտ հանդիպումների մեջ էր։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր կայսրություն կառուցել, բայց մոռացել էր կյանք կառուցել։ Նրանց միջ լռության պահեր եղան, բայց դրանք անհարմար չէին։ Դրանք բնական դադարներ էին, շունչ քաշելու պահեր մի խոսակցության մեջ, որը հոսում էր զարմանալի հեշտությամբ։ Եվ ծիծաղի պահեր էլ եղան, հատկապես, երբ Անահիտը զվարճալի պատմություններ պատմեց Միքայելի նրա անհնարին հարցերի մասին, կամ երբ Ռուբենը խոստովանեց, որ նույնիսկ ձվածեղ պատրաստել չգիտի, հիմնականում ապրում է ռեստորանային սննդով առաքմամբ։ Երբ վերջապես դուրս եկան սրճարանից, արդեն մթնում էր։ Ռուբենը պնդեց, որ նրան ուղեկցի մինչ տուն, նրանք քայլեցին Երանի լուսավորված փողոցներով, խոսելով պատահական բաներից, երբեմն պարզապես վայելելով նրանց միջ տիրող հարմարավետ լռությունը։ Երբ հասան նրա շենքին, հրաժեշտի պահին մի վարանում եղավ։ «Ես իսկապես վայելեցի այսօրը», ասաց Ռուբենը, ձեռքերը տաբատի գրպաններում, իրեն տարօրինակ կերպով զգալով ինչպես նյարդային դեռահաս առաջին ժամադրությանը։ «Ես նույնպես», պատասխանեց Անահիտը, ժպտալով։ «Դու շատ լավ զրուցակից ես, Ռուբեն։ Եվ հուսով եմ, գիտես, որ կարող ես ինձ վրա հույս դնել, երբ խոսելու կամ պարզապես մենակ չլինելու կարիք ունենաս»։ «Կարող եմ բարձրանալ Միքայելին տեսնելու», հարցրեց նա իմպուլսիվորեն։ «Ուզում էի անձամբ շնորհակալություն հայտնել նկարի համար։ Այն ինձ համար շատ բան նշանակեց»։ Անահիտը զարմացած, բայց ուրախ թվաց խնդրանքից հաստատական գլխով արեց։ Նրանք միասին բարձրացան, երբ նա բացեց բնակարանի դուռը, Միքայելը վազեց դեպի նրան գրկեց, հետո զարմանքի ուրախության լայն բացված աչքերով նայեց Ռուբենին։ «Պարոն Ռուբեն, դուք եկել եք մեզ հյուր», բացականչեց տղան, նախքան Ռուբենը կհասցներ պատասխանել, Միքայելն արդեն քաշում էր նրա ձեռքը, տանելով հյուրասենյակ։ «Եկեք տեսեք, ես ձեզ համար մեկ այլ նկար եմ արել։ Սրա մեջ դինոզավրեր կան»։
Ռուբենն հաջորդ 2 ժամն այնտեղ անցկացրեց, խաղալով Միքայելի հետ, լսելով նրա պատմությունները դպրոցի մասին, տեսնելով նրա սիրելի խաղալիքները։ Անահիտը ընթրիք պատրաստեց, նրանք նորից միասին նստեցին սեղանի շուրջ, Ռուբենը նորից զգաց պատկանելության այն մխիթարող զգացումը, որը սկսում էր կախվածություն դառնալ։ Դա այնքան տարբեր էր իր նախկին կյանքից, այնքան հեռու թանկարժեք ռեստորաններում գործնական ընթրիքներից, որտեղ խոսում էին թվերի ռազմավարությունների մասին։ Այնտեղ, այդ փոքրիկ բնակարանի պարզության մեջ, մի կնոջ հետ, որն աշխատում էր որպես ուսուցչուհի, մի տղայի հետ, որը սիրում էր դինոզավրեր սուպերհերոսների պատմություններ, նա գտնում էր մի բան, որը փնտրել էր ամբողջ կյանքում, առանց իմանալու։ Երբ Միքայելը նորից քնեց բազմոցին, Անահիտը նրան տարավ ննջասենյակ վերադարձավ, գտնելով Ռուբենին, որը նայում էր պատի լուսանկարներին։ Կային Միքայելի բազմաթիվ լուսանկարներ տարբեր տարիքներում, Անահիտի մի քանի լուսանկարներ մարդկանց հետ, որոնք հավանաբար նրա ծնողներն էին, մի քանի լուսանկարներ լայն ժպիտով մի թխահեր տղամարդու, Անահիտի փոքրիկ Միքայելի կողքին։ «Սա Դավիթն է», ասաց Անահիտը մեղմորեն մոտենալով։ «Իմ ամուսինը։ Նա հիանալի մարդ էր։ Շատ էր աշխատում քեզ պես», ավելացրեց նա տխուր ժպիտով։ «Բայց նա սիրում էր տանը լինել։ Միշտ ասում էր, որ աշխատանքը պարզապես աշխատանք է, բայց ընտանիքը կյանք է։ Երբեմն ես մտածում եմ, արդյոք նա գիտեր, որ շատ ժամանակ չունի։ Արդյոք դրա համար էր նա վայելում յուրաքանչյուր պահը, կարծես դա վերջինը լիներ»։ Ռուբենը նայեց լուսանկարին, այն մարդու անկեղծ ժպիտին, որին երբեք չէր ճանաչի, զգաց հույզերի տարօրինակ խառնուրդ։ Դա հենց խանդ չէր, այլ մի տեսակ մելանխոլիկ հիացմունք։ Այդ մարդն ունեցել էր այն, ինչ Ռուբենը նոր էր սկսում հասկանալ, որ ուզում է՝ ընտանիք, տուն, իսկական սեր։ Նա բախտավոր էր, որ ուներ քեզ Միքայելին, ասաց Ռուբենը վերջապես։ Մենք էինք բախտավոր, որ ունեինք նրան, ուղղեց Անահիտը մեղմորեն։ Եվ ես ընտրում եմ հավատալ, որ նա ուրախ կլիներ իմանալ, որ մենք շարունակում ենք ապրել, որ շարունակում ենք ուրախության պահեր գտնել։ Կյանքը չավարտվեց, երբ նա գնաց։ Այն տարբեր էր, շատ առումներով ավելի դժվար, բայց դեռ արժե ապրել։ Նա շրջվեց, ուղիղ նայելու Ռուբենի աչքերին, այդ հայացքում ինչ-որ լարված բան կար, ինչ-որ բան, որը ստիպեց նրա սրտին արագ բաբախել։ Եվ դու նույնպես արժանի ես ապրելու, Ռուբեն։ Արժանի ես նորից ուրախություն գտնելու, արժանի ես նոր հիշողություններ կառուցելու, արժանի ես ինքդ քեզ ողջ կյանքում չպատժելու մի բանի համար, որն այլս չես կարող փոխել։ Մայրդ դա չէր ցանկանա քեզ համար։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել, հարցրեց նա խռպոտ ձայնով։ Որովհետև ոչ մի մայր չի ուզում, պատասխանեց նա պարզապես։ Եվ որովհետև ես տեսել եմ, թե ինչպես ես դու։ Նայում Միքայելին, ինչպես ես ժպտում, երբ խաղում ես նրա հետ, ինչպես են աչքերդ փայլում, երբ թույլ ես տալիս քեզ պարզապես գոյություն ունենալ, առանց այդ ամբողջ բեռը կրելու։ Դու լավ մարդ ես, Ռուբեն։ Եվ լավ մարդիկ երջանկության են արժանի։ Նրանց միջ լարված լռություն տիրեց։ Ռուբենն ուզում էր այնքան բան ասել, բայց բառերը կարծես անբավարար էին, չափազանց փոքր, արտահայտելու իր զգացած հույզերի փոթորիկը։ Այսպիսով, խոսելու փոխարեն, նա պարզապես մեկնեց ձեռքը մեղմորեն դիպավ նրա թին, մի փոքր, բայց իմաստով լի ժեստ։ Շնորհակալ եմ, ասաց նա վերջապես։ Ամեն ինչի համար։ Այդ գիշեր ինձ ընդունելու, ինձ հետ խոսելու համար, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեցել, ինձ ցույց տալու համար, որ աշխարհում դեռ կա բարություն կարեկցանք։ Դու Միքայելն ինձ օգնում եք գտնել իմ ճանապարհը դեպի ինքս ինձ։ Անահիտը ժպտաց, նրա աչքերում նույնպես արցունքներ էին փայլում։ Երբեմն մենք հանդիպում ենք հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենք, ասաց նա մեղմորեն։ Եվ գուցե մենք միմյանց կարիքն ավելի շատ ունենք, քան պատկերացնում ենք։ Երբ Ռուբենը վերջապես դուրս եկավ բնակարանից այդ գիշեր, արդեն ուշ էր։ Բայց այս անգամ, երբ նա վարում էր Երանի փողոցներով, նա իրեն լիովին մոլորված չէր զգում։ Հիմա ուղղություն կար, նույնիսկ եթե դեռ հստակ չգիտեր, թե ուր է այն տանում։ Կային Անահիտն ու Միքայելը, կային անկեղծ խոսակցություններ, կային ծիծաղի պարզության պահեր, որոնք լուսավորում էին դժվար օրերը։ Եվ կար մոր կորստից հետո առաջին անգամ հույսի մի շող, որ գուցե, միայն գուցե, նա կարողանա վերակառուցել իր կյանքն այնպես, որն իսկապես կարող լինի։ Օրերը վերածվեցին շաբաթների, Ռուբենն իրեն գտավ մի առօրյա ստեղծելիս, որը երբեք չէր պատկերացնի։ Սկսեց պարբերաբար այցելել Անահիտին Միքայելին, ոչ թե երբեմն, այլ շաբաթական մի քանի անգամ։ Քաղցրավենիք էր տանում Միքայելի համար, գրքեր, որոնք կարծում էր տղային դուր կգան, փոքրիկ նվերներ, որոնք ստիպում էին երեխայի աչքերին ուրախությունից փայլել։
օգնում էր Անահիտին տնային գործերում, զարմանքով հայտնաբերելով, որ պարզ բավականություն կա այնպիսի բաներում, ինչպիսիք են կողք կողքի սպասք լվանալը, օրվա մասին խոսելով կամ միասին հագուստ ծալելը, մինչ Միքայելը հյուրասենյակում մուլտֆիլմեր էր դիտում։ Նա սկսեց հասկանալ նրանց առօրյան։ Բացահայտեց, որ Միքայելը սիրում է նրբաբլիթներ կիրակի առավոտյան նախաճաշին, որ Անահիտը սովորություն ունի քնելուց առաջ կարդալ, որ երեխան վախենում է ամպրոպից փոթորիկների ժամանակ ընկերակցության կարիք ունի։ Իմացավ, որ Անահիտը սիրում է թունդ սուրճ առավոտյան երիցուկի թեյ երեկոյան, որ նա միշտ երգում է, երբ պատրաստում է, որ բազմոցի բարձերը դասավորելու յուրահատուկ ձուն ունի, որը նա հմայիչ էր համարում։ Եվ այս ամենի մեջ ինչ-որ բան փոխվում էր իր ներսում։ Մոր կորստի ցավը դեռ այնտեղ էր, հավանաբար միշտ կլիներ, բայց հիմա այն ուղեկցվում էր այլ հույզերով։ Երախտագիտություն իր ունեցած հիշողությունների համար։ Վճռականություն, ապրելու այնպես, որ հարգի նրան։ Եվ ինչ-որ նոր բան, որն աճում էր ամեն անգամ, երբ տեսնում էր Անահիտի ժպիտը, ամեն անգամ, երբ Միքայելը նրան կանչում էր պարոն Ռուբեն այդ մանկական ուրախությամբ, ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անհամբեր սպասում է վերադառնալու այն պարզ բնակարան, որն ավելի շատ տուն էր դառնում, քան ցանկացած վայր, որտեղ նա երբե ապրել էր։ Մի գիշեր, Միքայելին քնեցնելուց հետո, Անահիտն ու Ռուբենը զրուցում էին բնակարանի փոքրիկ պատշգամբում։ Քաղաքը տարածվում էր նրանց առջ, հեռվում թարթող լույսեր, և թեքության խլացված ձայնը ստեղծում էր մի տեսակ քաղաքային սաունդթրեք։ Անահիտը ձեռքերում թեյի բաժակ ուներ, իսկ Ռուբենը մի բաժակ ջուր, երկուսն էլ վայելում էին գիշերվա զով օդը։ «Կարող եմ քեզ մի հարց տալ», ասաց Անահիտը երկար լռությունից հետո։ «Ինչ ես ուզում կյանքից հիմա։ Ոչ թե այն, ինչ կարծում ես, որ պետք է ուզես, կամ այն, ինչ ուրիշներն են քեզնից ակնկալում։ Ինչ ես իսկապես ուզում»։ Ռուբենը երկար մտածեց, նախքան պատասխանելը։ Դա մի հարց էր, որը նա վերջին շաբաթներին տալիս էր ինքն իրեն, բայց որին դեռ համարձակություն չուներ լիովին պատասխանել, նույնիսկ ինքն իրեն։ «Ես ուզում եմ կարողր լինել», ասաց նա վերջապես։ Ոչ թե կորպորատիվ իմաստով, ընկերության թվերի կամ շուկայի վրա ազդեցություն ունենալու։ Ես ուզում եմ կարողր լինել իսկական մարդկանց համար։ Ես ուզում եմ ունենալ մեկին, ով կկարոտի ինձ, երբ ես մոտ չլինեմ։ Ես ուզում եմ առավոտյան արթնանալու պատճառներ ունենալ, որոնք հանդիպումներ կամ պայմանագրեր չեն։ Ես ուզում եմ կառուցել հիշողություններ, որոնք իսկապես արժեք ունեն։ Ես ուզում եմ, նա վարանեց, հետո ավելի ցածր շարունակեց, ես ուզում եմ ինչ-որ տեղի, ինչ-որ մեկի պատկանել։ Անահիտը նրան նայեց մի լարվածությամբ, որը ստիպեց նրան թեթակի կարմրել։ «Դու արդեն պատկանում ես, Ռուբեն», ասաց նա մեղմորեն։ «Միքայելին»։ «Ինձ»։ «Եթե դու ուզում ես, իհարկե»։ «Իսկ դու ուզում ես», հարցրեց նա, ամբողջությամբ շրջվելով նրան դեմ առ դեմ, սիրտը կրծքում ուժգին բաբախելով։ «Որովհետ ես ուզում եմ։ Ավելի շատ, քան պետք է, գուցե։ Ավելի շատ, քան սպասում էի։ Բայց ես ուզում եմ այստեղ լինել, ձեզ հետ։ Ես ուզում եմ ձեր կյանքի մի մասը լինել, եթե դուք ինձ ընդունեք»։ Անահիտը թեյի բաժակը մի կողմ դրեց, մի քայլ արեց դեպի նրան։ Նրա աչքերում արցունքներ կային, բայց նա ժպտում էր։ «Ես ուզում եմ», ասաց նա, հուզմունքից խեղդված ձայնով։ «Եվ Միքայելն արդեն քեզ պաշտում է»։ Իսկ ես, նա վարանեց, հետո խորը շունչ քաշեց, շարունակեց, «Ես սկսում եմ քո հանդեպ զգալ բաներ, որոնք երկար ժամանակ չէի զգացել։ Եվ դա ինձ վախեցնում է, բայց նա ուրախացնում։ Որովհետ ես չէի կարծում, որ կարող եմ նորից այդպես զգալ»։ Ռուբենը մեկնեց ձեռքը մեղմորեն դիպավ նրա դեմքին, սրբելով հոսած արցունքը։ «Ես նույնպես վախենում եմ», խոստովանեց նա։ «Բայց երկար ժամանակ անց առաջին անգամ ես վախենում եմ լավ իմաստով։ Ես վախենում եմ կորցնել սա, փչացնել ամեն ինչ, բավականաչափ լավ չլինել ձեզ համար։ Բայց ես պատրաստ եմ փորձել, եթե դու պատրաստ ես»։ Անահիտը ծածկեց նրա ձեռքն իր ձեռքով, սեղմելով այն իր դեմքին։ «Ես պատրաստ եմ», շշնջաց նա։ Եվ հետո երանի աստղալից երկնքի տակ, շրջապատված քաղաքի հեռավոր ձայնով, որը երբեք չի քնում, նրանք համբուրվեցին։ Դա մեղմ համբույր էր, լի չասված խոստումներով, ընդհանուր հույսերով, երկու վիրավոր սրտերի, որոնք բուժում էին գտնում միմյանց մեջ։ Եվ երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ լաց էին լինում ժպտում, որովհետև գիտեին, որ ինչ-որ բան անդառնալիորեն փոխվել էր նրանց մեջ, ինչ-որ գեղեցիկ վախեցնող բացարձակապես ճիշտ բան։
Գլուխ 3 պատշգամբում տեղի ունեցած այդ համբույրին հաջորդած շաբաթները հուզականորեն այնքան լարված էին, որ Ռուբենը նախկինում երբեք նման բան չէր զգացել։ Կարծես նա վերագտնում էր աշխարհը նոր աչքերով, սովորում էր ապրել բոլորովին այլ կերպ, քան ճանաչում էր իր կյանքի վերջին 20 տարիների ընթացքում։ Եվ այդ վերագտնումի հետ գալիս էին փոփոխություններ։ Որոշները փոքր ու նուրբ, մյուսները խորը հեղափոխական։ Առաջին մեծ փոփոխությունը տեղի ունեցավ նրա ընկերությունում։ Ռուբենը արտահերթ ժողով հրավիրեց իր գործընկերների տնօրենների հետ, մի բան, որը նա հազվադեպ էր անում առանց ընդլայնման կամ նոր պայմանագրերի վերաբերյալ կոնկրետ օրակարգի։ Երբ բոլորը հավաքվեցին խորհրդակցությունների սենյակում, իրենց հետաքրքրասեր թեթակի անհանգիստ արտահայտություններով, Ռուբենը հայտարարեց, որ հեռանում է ընկերության գործառնական կառավարումից։ Ոչ ամբողջությամբ, պարզաբանեց նա սեղանի շուրջ նստած ցնցված դեմքերի առաջ, բայց զգալիորեն։ Նա կմնար որպես խորհրդի նախագահ, կպահպաներ բաժնետիրական մասնակցությունը, բայց առօրյա որոշումները կպատվիրակեր տնօրենների թիմին, որոնց ինքն էր մարզել պատրաստել տարիների ընթացքում։ Արձագանքը խառն էր։ Որոշ գործընկերներ մտահոգություն հայտնեցին այս որոշման ազդեցության վերաբերյալ բիզնեսի վրա, մյուսները հարցրին, թե արդյոք նա ինչ-որ ճգնաժամի միջով է անցնում։ Ռուբենը համբերատար լսեց ամեն ինչ, իսկ հետո բացատրեց մի անկեղծությամբ, որը զարմացրեց բոլորին սենյակում, որ վերջերս կորցրել է մորը, այդ կորուստը ստիպել է նրան վերանայել իր առաջնահերթությունները։ Նա կառուցել էր հաջողակ ընկերություն, հասել էր նպատակների, որոնք շատերը անհնարին կհամարեին, բայց այդ ընթացքում կորցրել էր ինչ-որ էական բան, իր մարդկայնությունը, իր կապերը, պարզապես ապրելու իր կարողությունը։ Ծանր լռություն տիրեց սենյակում, երբ նա ավարտեց խոսքը։ Այնուհետ Մարկոսը, նրա ամենահին գործընկերն ու ընկերը համալսարանական տարիներից, առաջինն արձագանքեց։ Ոտքի կանգնեց, մոտեցավ Ռուբենին, գրկեց նրան, մի բան, որը նրանք երբեք չէին արել մասնագիտական գործընկերության բոլոր տարիների ընթացքում։ Դու ճիշտ ես անում, ասաց Մարկոսը, խռպոտ ձայնով։ Ես տեսնում էի, թե ինչպես ես դու կորչում այս վերջին տարիներին, վերածվում աշխատանքային մեքենայի։ Եվ խոստովանում եմ, որ ես էլ եմ կորել։ Գուցե մենք բոլորս պետք է դասեր քաղենք սրանից։ Այդ ժողովն ավարտվեց անսպասելի կերպով։ Մի քանի տնօրեններ կիսվեցին իրենց սեփական պատմություններով, աշխատանքի անունից արված անձնական զոհողությունների, երեխաների մասին, որոնք մեծացել էին իրենց ճիշտ չճանաչելով, ամուսնությունների մասին, որոնք գրեթե խորտակվել էին գրասենյակում անցկացրած չափազանց շատ ժամերի պատճառով։ Եվ երբ Ռուբենը դուրս եկավ այդ սենյակից, նա գիտեր, որ ճիշտ որոշում է կայացրել։ Ընկերությունը կշարունակեր գործել, գուցե նույնիսկ ավելի լավ, առանց իր մշտական վերահսկող ներկայության։ Իսկ նա վերջապես ժամանակ կունենար ապրելու։ Երկրորդ մեծ փոփոխությունը նրա անձնական առօրյայում էր։ Ռուբենը վաճառեց իր ձեռնահարկի բնակարանը Երանի ամենաթանկ թաղամասերից մեկում, այն մինիմալիստական սառը տարածքը, որն ավելի շատ նման էր դեկորատիվ ամսագրի ցուցասրահի, քան տան։ Վաճառեց նա իր ունեցած 3 մեքենաներից 2-ը, պահելով միայն մի գործնական համեստ մեքենա։ Չեղարկեց բացառիկ ակումբների անդամակցությունները, որոնք հազվադեպ էր հաճախում, նվիրաբերեց բրենդային հագուստ, որն այլս երբեք չէր հագնի։ Բնակարանի վաճառքից ստացված գումարով այն բանի նոր հեռանկարով, թե ինչի կարիք իսկապես ուներ, Ռուբենը փնտրեց մի վայր ապրելու, որը մոտ լիներ Անահիտին Միքայելին։ Գտավ մի բնակարան նույն թաղամասում, ընդամենը 3 թաղամաս հեռավորության վրա։ Այն ավելի փոքր էր, քան ցանկացած վայր, որտեղ նա երբեք ապրել էր իր հասուն կյանքում, բայց ուներ մի բան, որը մյուս տարածքները երբեք չէին ունեցել՝ տուն դառնալու ներուժ։ Բնակարանն ուներ 2 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ պատշգամբով, ինտեգրված խոհանոց, հաճելի տեսարան դեպի ծառապատ հրապարակ։ Ռուբենը այն կահավորեց խնամքով, բայց այս անգամ առանց թանկարժեք դեկորատորներ վարձելու կամ իտալական դիզայնի կահույք գնելու։ Յուրաքանչյուր կտոր ընտրեց, մտածելով հարմարավետության ֆունկցիոնալության մասին։ Մի մեծ փափուկ բազմոց, որտեղ կարող էր փաթաթվել գրքով։ Փայտե ճաշասեղան, որը կարող էր ավելի շատ մարդ տեղավորել։ Դարակներ գրքերի համար, որոնց ընթերցանության հաճույքը նա վերագտնում էր։ Իսկ երկրորդ ննջասենյակում, որը սկզբում պետք է լիներ աշխատասենյակ, նա դատարկ տարածք թողեց, սրտում գաղտնի հույս ունենալով։ Տեղափոխության ողջ ընթացքում Անահիտն ու Միքայելը ներկա էին։ Միքայելը չափազանց ոգորված էր նոր բնակարանով, վազվզում էր դատարկ սենյակներով, հայտարարում, որ այն կատարյալ է։ Անահիտն օգնեց Ռուբենին ընտրել վարագույրներ, որոշել, թե որտեղ դնել կահույքը, այդ տարածքը վերածել հարմարավետ միջավայրի։
Եվ նրանց միջ աճող մտերմություն կար յուրաքանչյուր կիսված ժեստի, յուրաքանչյուր համատեղ կայացրած որոշման մեջ։ Նրանք դեռ պաշտոնապես չէին սահմանել, թե ինչ են միմյանց համար։ Կային գողացված համբույրներ, երբ Միքայելը չէր նայում, ձեռք ձեռքի բռնած գիշերային զբոսանքների ժամանակ գրկախառնություններ, որոնք մի փոքր ավելի երկար էին տում, քան հարիր կլիներ պարզապես ընկերների միջ։ Բայց կար նա վարանում, հատկապես Անահիտի կողմից, որը կրում էր հասկանալի վախ, ամբողջությամբ նվիրվելու նոր բանին այնքան երկար ժամանակ իր սիրտը պաշտպանելուց հետո։ Ռուբենը հարգում էր այդ ժամանակը, դանդաղ գնալու այդ անհրաժեշտությունը։ Ինքն էլ էր նավարկում անծանոթ ջրերում, սովորում էր անկեղծ հարաբերություններ կառուցել տարիներ շարունակ միայն գործարքների բանակցությունների վրա կենտրոնանալուց հետո։ Իսկ Միքայելն իր մանկական անմեղությամբ բնականորեն արագացնում էր գործընթացը, նույնիսկ չնկատելով։ Տղան Ռուբենին որդեգրել էր բոլորովին անզեն ձով։ Սկսեց խնդրել, որ պարոն Ռուբենն իրեն տանի այգի, ուզում էր ցույց տալ իր նոր նկարները, խնդրում էր, որ նա քնելուց առաջ հեքիաթներ կարդա։ Անահիտը դիտում էր ամեն ինչ ուրախության անհանգստության խառնուրդով, ակնհայտորեն հուզված նրանց երկուսի միջ կապով, բայց նա պաշտպանողական իր որդու հանդեպ, վախենալով, որ նա չափազանց կկապվի վերջում կվիրավորվի, եթե ամեն ինչ լավ չընթանա։ Մի օր, այդ առաջին Սուրբ Ծննդից մոտ 2 ամիս անց, Միքայելը մի հարց տվեց, որը փոխեց ամեն ինչ։ Նրանք երեքով Ռուբենի նոր բնակարանում էին, օգնում էին գրքերը դասավորել դարակներում, երբ տղան դադարեցրեց իր անելիքը, նայեց Ռուբենին այն անհարմարություն պատճառող լրջությամբ, որը երբեմն տիրում էր նրա երիտասարդ դեմքին։ Պարոն Ռուբեն, դուք սիրում եք մայրիկիս, հարցրեց նա ուղղակի, առանց շրջանցումների։ Անահիտը խեղդվեց իր խմած սուրճից, Ռուբենը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Բայց նա հայացքը չշեղեց տղայից։ Եթե կար մի բան, որ նա սովորել էր Միքայելից, դա այն էր, որ անկեղծությունը միակ հնարավոր պատասխանն է անկեղծ հարցերին։ Այո, Միքայել, ես շատ եմ սիրում մայրիկիդ, պատասխանեց նա հանգիստ։ Նա հիանալի մարդ է։ Իսկ ինձ էլ եք սիրում, շարունակեց Միքայելը, կարծես հարցաքննություն էր անցկացնում։ Շատ, հաստատեց Ռուբենը, անկախ իրենից ժպիտ հայտնվելով շուրթերին։ Դու իմ ունեցած լավագույն ընկերներից մեկն ես։ Միքայելը մի պահ մշակեց այս տեղեկությունը, հետո գոհունակությամբ գլխով արեց։ Ուրեմն դուք կարող եք լինել իմ հայրիկ Ռուբենը, հայտարարեց նա, կարծես դա աշխարհի ամենատրամաբանական եզրակացությունը լիներ։ Ես արդեն մի հայրիկ ունեցել եմ, հայրիկ Դավիթը։ Մայրիկն ասում է, որ նա հիմա երկնքում է, այնտեղից է ինձ հոգ տանում։ Բայց ես կարող եմ 2 հայրիկ ունենալ, այնպես չէ՞։ Մեկը երկնքում, մեկն այստեղ։ Եվ դուք կարող եք լինել այստեղինը։ Հաջորդած լռությունը ծանր էր հուզմունքով լի։ Անահիտի դեմքով արցունքներ էին հոսում, Ռուբենը զգաց, թե ինչպես է իր կոկորդը սեղմվում։ Նա ծնկի իջավ Միքայելի առջ, հասնելով տղայի աչքերի բարձրությանը։ Հսկայական պատիվ կլիներ լինել քո հայրիկ Ռուբենը, ասաց նա խեղդված ձայնով։ Եթե մայրիկդ համաձայն լինի, իհարկե։ Անահիտը սրբեց արցունքները, մոտեցավ նրանց երկուսին, ծնկի իջնելով նրանց կողքին։ Ես համաձայն եմ, ասաց նա մեղմորեն։ Եթե դա այն է, ինչ դու ես ուզում, սիրելիս, եթե դա այն է, ինչ Ռուբենն էլ է ուզում, ուրեմն ես համաձայն եմ։ Միքայելն ուրախության ճիչ արձակեց նետվեց Ռուբենի գիրկը, գրկելով նրան այն անհամաչափ ուժով, որը փոքր երեխաներն ունեն, երբ երջանիկ են։ Ռուբենը գրկեց նրան, տղայի գլխի վրայով նրա աչքերը հանդիպեցին Անահիտի աչքերին։ Այդ հայացքում այնքան բան էր ասվում, այնքան լուր խոստումներ, այնքան հաղթահարվող վախեր, այնքան սկսվող սեր։ Այդ օրվանից նրանց երեքի միջ դինամիկան նրբորեն, բայց զգալիորեն փոխվեց։ Ռուբենն այլևս պարզապես մտերիմ ընկեր կամ հաճախակի այցելու չէր։ Նա ընտանիքի մաս էր, ճանաչված ընդունված ամենակարևոր անդամի Միքայելի կողմից։ Եվ այդ ընդունելության հետ եկավ մի պատասխանատվություն, որը Ռուբենն ընդունեց լրջությամբ, ուրախությամբ։ Նա սկսեց շաբաթական մի քանի անգամ Միքայելին դպրոցից վերցնել, ճանապարհին տանելով Անահիտին, որը նույն ժամին էր աշխատում։ Սովորեց պատրաստել տղայի սիրելի նախուտեստը, օգնել տնային աշխատանքներին, մասնակցել դպրոցի ծնողական ժողովներին։ Բացահայտեց, որ հսկայական ուրախություն կա այնպիսի փոքր բաներում, ինչպիսիք են Միքայելի կոշիկի կապիչները կապելը, կամ այգում ընկնելուց հետո քերծված ծունկը մաքրելը, կամ լսել ոգորված պատմություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դպրոցում այդ օրը։ Իսկ Անահիտի հետ հարաբերությունները ծաղկեցին բնական անխուսափելի կերպով։
Նրանք դարձան գործընկերներ բառի իսկական իմաստով, կիսելով պատասխանատվությունները, աջակցելով միմյանց, միասին կառուցելով մի առօրյա, որն աշխատում էր։ Ռուբենը սովորեց նրա հետ պատրաստել, բացահայտելով, որ մեդիտատիվ հաճույք կա կողք կողքի բանջարեղեն կտրատելու մեջ, օրվա մասին խոսելով։ Նա օգնեց նրան վերականգնել կապն իր այն մասերի հետ, որոնք նա թաղել էր փառասիրության աշխատանքի շերտերի տակ, հիշեցնելով նրան, որ նա սիրում է երաժշտություն, կինո, պարզապես զբոսնել առանց որոշակի նպատակի։ Մարտահրավերներ, իհարկե, եղան։ Պահեր, երբ նրանց աշխարհների միջ տարբերությունն ակնհայտ էր դառնում։ Անահիտը երբեմն անհարմար էր զգում, երբ Ռուբենը սովորության համաձայն ուզում էր խնդիրները լուծել փողով, իրեր գնելով կամ ծառայությունների համար վճարելով։ Նա ստիպեց նրան հասկանալ, որ ոչ ամեն ինչ կարելի է կամ պետք է այդպես լուծել, որ երբեմն այն, ինչի կարիքն ուներ Միքայելը, ժամանակն ու ուշադրությունն էր, ոչ թե թանկարժեք նվերները։ Իսկ Ռուբենը պետք է մոռանար տարիների կորպորատիվ պայմանավորվածությունը, սովորեր, որ կյանքում ոչ ամեն ինչ բանակցություն է կամ արդյունավետությամբ լուծվելիք խնդիր։ Բայց նրանք աշխատեցին այդ տարբերությունների վրա համբերությամբ բաց հաղորդակցությամբ։ Ռուբենն անկեղծորեն պատրաստ էր սովորելու, իսկ Անահիտը պատրաստ էր սովորեցնելու նա նրանից սովորելու։ Որովհետև չնայած տարբերություններին, նրանք կիսում էին մի հիմնարար բան, իսկական իմաստ ունեցող, սիրո անկեղծ կապի վրա հիմնված կյանք կառուցելու ցանկությունը։ Այգում տեղի ունեցած առաջին հանդիպումից 3 ամիս անց Ռուբենը մի որոշում կայացրեց, որը վերջնականապես կամրագրեր նրա վերափոխումը։ Նա հանդիպում նշանակեց իր փաստաբանի հաշվապահի հետ, նրանք միասին կառուցեցին մի ծրագիր, որով նա իր հարստության զգալի մասը կնվիրաբերեր բարեգործական հիմնադրամներին։ Ոչ ամբողջը, նա դեռ պետք է ֆինանսական անվտանգություն ապահովեր իր, հուսով էր, Անահիտի ու Միքայելի համար։ Բայց զգալի մասը ուղղվեց այն նպատակներին, որոնց մայրը միշտ աջակցել էր՝ մանկատներ, հանրակրթական դպրոցներ, համայնքային հիվանդանոցներ։ Երբ Անահիտին պատմեց այս որոշման մասին, նա նրան նայեց հիացմունքի մտահոգության խառնուրդով։ «Համոզված ես դրանում», հարցրեց նա։ «Դա շատ գումար է, Ռուբեն։ Դու պետք չէ դա անես, ինչ-որ բան ապացուցելու համար»։ «Սա ապացուցելու մասին չէ», պատասխանեց նա, բռնելով նրա ձեռքերը։ «Սա հարգանքի տուրք մատուցելու մասին է»։ Մայրս ամբողջ կյանքում աշխատել է գրեթե ոչնչով մի նույն է միշտ նվիրաբերել է այն, ինչ կարող էր, նրանց, ովքեր ավելի քիչ ունեին։ Նա ինձ սովորեցրել է, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, թե որքան ես կուտակում, այլ նրանում, թե որքան ես կիսում։ Ես երկար ժամանակ մոռացել էի դա։ Բայց հիմա ես ուզում եմ ապրել այդ արժեքներին համապատասխան։ Ես ուզում եմ, որ Միքայելը մեծանա, տեսնելով, որ փողը բարիք գործելու գործիք է, ոչ թե ինքնանպատակ։ Անահիտը համբուրեց նրան, մի երկար խորը համբույր, որն ասում էր այն ամենը, ինչ բառերը չէին կարող արտահայտել։ Եվ այդ պահին Ռուբենը բացարձակ վստահությամբ իմացավ, որ ճիշտ ուղու վրա է։ Շաբաթները վերածվեցին ամիսների, Ռուբենի կյանքն անճանաչելի դարձավ, համեմատած նրա հետ, ինչ եղել էր 1 տարի առաջ։ Նա վաղ էր արթնանում ոչ թե աշխատանքային նամակներ կարդալու կամ շնորհանդեսներ պատրաստելու, այլ Անահիտի Միքայելի հետ նախաճաշելու, վայելելով այդ թանկարժեք առավոտները, նախքան բոլորը կգնային իրենց գործերին։ Նա Միքայելին տանում էր դպրոց խոսում այլ ծնողների հետ դարպասի մոտ, մի բան, որ երբեք չէր պատկերացնի անել։ Նա երեկոյան վերցնում էր տղային տանում այգի, հրում ճոճանակը օգնում ավազե ամրոցներ կառուցել։ Նա սովորեց ընտանեկան ընթրիք պատրաստել, մուլտֆիլմեր դիտել, առանց հեռախոսին նայելու, մեքենաներով սուպերհերոսներով խաղալ, առանց զգալու, որ ժամանակ է կորցնում։ Որովհետև նա վերջապես հասկացել էր, որ դա ժամանակ կորցնել չէր։ Դա ապրել էր։ Դա հիշողություններ կառուցել էր։ Դա ներկա լինել էր այն պահերին, որոնք իսկապես կարևոր էին։ Եվ կամաց-կամաց նա սկսեց նկատել իր մեջ փոփոխություններ, որոնք դուրս էին արտաքին գործողություններից։ Մոր մահվան մեղքի զգացումը դեռ այնտեղ էր, հավանաբար միշտ կլիներ, բայց այն վերածվել էր մի այլ բանի։ Այն այլս ճնշող բեռ չէր, որը խանգարում էր նրան շնչել, այլ մի մեղմ հիշեցում, որ կյանքը փխրուն է, ժամանակը թանկարժեք։ Նա պարբերաբար այցելում էր տիկին Հելենի գերեզմանին, երբեմն մենակ, երբեմն Անահիտի Միքայելի հետ։ Մտքում խոսում էր նրա հետ, պատմում իր նոր կյանքի, իր գտած մարդկանց, այն մասին, թե ինչպես է փորձում ապրել այնպես, որ նա հպարտանա։ Մի երեկո, Սուրբ Ծննդից մոտ 5 ամիս անց, որը փոխել էր ամեն ինչ, Անահիտը Ռուբենին իր բնակարանում դիմավորեց մի լուրջ արտահայտությամբ, որն անմիջապես անհանգստացրեց նրան։
Միքայելը ընկերոջ տանն էր, այնպես որ նրանք մենակ էին, նրա լրջությունը նրան անհանգստացրեց։ Ինչ որ բան է պատահել, հարցրեց նա նստելով նրա կողքին բազմոցին։ Ոչ մի վատ բան, արագ պատասխանեց նա, բայց հետո վարանեց։ Կամ գոնե կարծում եմ, որ վատ չէ։ Բայց դա կարևոր է, մենք պետք է խոսենք դրա մասին։ Ռուբենը համբերատար սպասեց, նրան ժամանակ տալով մտքերը կարգի բերելու։ Այս վերջին ամիսները հիանալի էին, սկսեց նա վերջապես։ Դու դարձար մեր կյանքի մի մասն այնպես, ինչպես ես երբեք չէի պատկերացնի։ Միքայելը քեզ պաշտում է, իսկ ես, նա դադար տվեց, խորը շունչ քաշեց, իսկ ես քեզ սիրում եմ, Ռուբեն։ Ես գիտեմ, որ գուցե վաղ է դա ասել, բայց դա ճշմարտությունն է։ Ես սիրահարվել եմ քեզ։ Այն մարդուն, որը դու ես, այն ձին, որով դու վերաբերվում ես Միքայելին, քո առատաձեռնությանն ու բարությանը, փոխվելու աճելու քո պատրաստակամությանը։ Ռուբենի սիրտը բաբախեց։ Նա գիտեր, որ նույնն է զգում, բայց այդ խոսքերը բարձրաձայն լսելը տարբեր էր, իրական էր մի ձով, որը ամեն ինչ ավելի լարված վախեցնող հիանալի էր դարձնում։ Ես էլ եմ քեզ սիրում, ասաց նա, հաստատուն պարզ ձայնով։ Սիրում եմ քեզ, սիրում եմ Միքայելին, սիրում եմ այն կյանքը, որը մենք միասին կառուցում ենք։ Սիրում եմ այն մարդուն, որը ես դարձել եմ ձեզ հանդիպելուց հետո։ Անահիտը ժպտաց, բայց նրա արտահայտության մեջ դեռ ինչ-որ լարված բան կար։ Ուրեմն մենք պետք է որոշենք, թե ուր ենք գնում այստեղից, ասաց նա։ Որովհետև այն, ինչ մենք հիմա անում ենք, այս առանձին բնակարաններում ապրելը, բայց ամբողջ ժամանակը միասին անցկացնելը, սկսում է շփոթեցնող դառնալ։ Հատկապես Միքայելի համար։ Նա քեզ կանչում է հայրիկ Ռուբեն, բայց դու ամեն գիշեր գնում ես։ Նա հարցնում է, թե երբ ես մեզ հետ ապրելու։ Իսկ դու ինչ ես ուզում, հարցրեց Ռուբենը, թե կարծում էր, որ արդեն գիտի պատասխանը։ Ես ուզում եմ, որ դու մեզ հետ ապրես, ասաց նա պարզապես։ Ես ուզում եմ ամեն առավոտ քեզ հետ արթնանալ, ուզում եմ, որ դու այնտեղ լինես, երբ Միքայելը մղձավանջից արթնանա, ուզում եմ կիսել զգեստապահարանի տարածքը, վիճել զուգարանակոնքի կափարիչի պատճառով անել այն բոլոր առօրյա հիանալի բաները, որոնք անում են միասին ապրող մարդիկ։ Բայց միայն եթե դու էլ ես ուզում։ Եվ միայն եթե համոզված ես, որովհետև Միքայելն արդեն շատ է կապվել, ես չեմ կարող թույլ տալ, որ նա վիրավորվի, եթե դու որոշես, որ դա այն չէ, ինչ ուզում ես։ Ռուբենը նրան ավելի մոտ քաշեց, ամուր գրկելով։ Ես համոզված եմ, ասաց նա նրա մազերին հպվելով։ Ավելի համոզված, քան երբեք եղել եմ իմ կյանքում որևէ բանի մեջ։ Ես ուզում եմ ձեզ հետ ապրել, ուզում եմ այս ընտանիքի պաշտոնական մասը լինել, ուզում եմ այնտեղ լինել բոլոր պահերին, մեծ ու փոքր։ Ես գիտեմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու հայր լինելու, գործընկեր լինելու, ընտանեկան կյանք կառուցելու մասին։ Բայց ես ուզում եմ այդ ամենը սովորել ձեզ հետ։ Անահիտը մի փոքր հեռացավ, որպեսզի նայի նրա աչքերին, նրա դեմքին արցունքներ կային, բայց նա լայն ժպտում էր։ Ուրեմն եկեք դա անենք, ասաց նա։ Եկեք միասին տեղափոխվենք։ Կարող ենք վաճառել երկու բնակարանները ավելի մեծը գնել, կամ կարող ենք մնալ քոնում, որն ավելի ընդարձակ է։ Կամ կարող ենք մնալ այստեղ, որը փոքր է, բայց որտեղ Միքայելը մեծացել է ունի իր բոլոր հիշողությունները։ Կարևոր չէ, թե որտեղ, միայն թե միասին։ Ռուբենը մի պահ մտածեց, հետո ասաց. Իսկ եթե մենք բոլորիս համար նոր տեղ փնտրենք։ Մի տեղ, որը միայն քոնը կամ միայն իմը չի լինի, այլ մերը։ Որտեղ մենք կարող ենք ստեղծել մեր սեփական հիշողությունները, իսկապես սկսել որպես ընտանիք։ Ոչ շատ հեռու այստեղից, որպեսզի Միքայելը ստիպված չլինի դպրոցը փոխել, բայց ինչ-որ բան, որը բոլորինս կլինի։ Անահիտը քննարկեց գաղափարը, հետո գլխով արեց, նրա ժպիտն ավելի լայնացավ։ Ինձ դուր է գալիս այդ գաղափարը։ Ինչ-որ նոր բան։ Նոր սկզբի համար։ Եվ այսպես, կարևոր խոսակցությունների իրենց կյանքը փոխող որոշումների այդ երեկոյան, Ռուբենն ու Անահիտը իրենց համատեղ ճանապարհորդության հաջորդ մեծ քայլն արեցին։ Հաջորդ օրերին նրանք սկսեցին բնակարաններ փնտրել, Միքայելին իրենց հետ տանելով, որպեսզի նա կարողանա իր կարծիքը հայտնել։ Գտան մի կատարյալ վայր ընտանեկան շենքում, 3 ննջասենյակով, ընդարձակ հյուրասենյակով, ընտանեկան պատրաստման համար բավականաչափ մեծ խոհանոցով, ամենակարևորը Միքայելի դպրոցին Անահիտի աշխատանքին մոտ։ Տեղափոխությունն արվեց խնամքով սիրով, խառնելով երկու տների իրերը, միասին որոշելով, թե ինչ պահել, ինչ թողնել։ Ռուբենը բերեց իր գրքերը, որոշ կահույք, Անահիտը բերեց հիշողությունները, այն իրերը, որոնք կյանք էին տալիս տանը։
Իսկ Միքայելը իհարկե բերեց իր խաղալիքները, իր նկարները, իր վարակիչ էներգիան, որը ցանկացած տարածք վերածում էր կյանքով լի վայրի։ Երբ վերջապես ամբողջությամբ տեղավորվեցին, այդ փոխակերպող Սուրբ Ծննդից մոտ 6 ամիս անց, նրանք երեքով նստեցին նոր հյուրասենյակի բազմոցին, հոգնած, բայց երջանիկ, շրջապատված դեռ չբացված արկղերով կահույքով, որի դիրքը հավանաբար պետք է փոխվեր։ Միքայելը նստած էր երկու մեծահասակների մեջ, բռնած յուրաքանչյուրի ձեռքը, դեմքին հսկայական ժպիտ։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք, հայտարարեց նա գոհունակությամբ։ Հայրիկ Ռուբենը մեզ հետ է ապրում ամեն ինչ։ Ռուբենը տղայի գլխի վրայով նայեց Անահիտին, նրանք երկուսով փոխանակեցին հուզմունքով երախտագիտությամբ լի հայացք։ Այո, նրանք հիմա ընտանիք էին։ Ոչ ավանդական ընտանիք, ոչ սպասված սցենարին հետող ընտանիք, այլ սիրո, հասկացողության գիտակցված ընտրության ամուր հիմքերի վրա կառուցված ընտանիք։ Եվ Ռուբենի համար, որն այդ տարին սկսել էր մոլորված մենակ, լաց լինելով այգու նստարանին, դա ավելին էր, քան նա երբե համարձակվել էր ակնկալել կամ երազել։ Գլուխ 4 Առաջին Սուրբ Ծնունդը, որ Ռուբենը, Անահիտը, Միքայելը միասին անցկացրին որպես պաշտոնական ընտանիք, բոլորովին տարբերվում էր նախորդից, բայց իր ձով նույնքան նշանակալի էր։ Բնակարանը, որն այժմ կիսում էին, զարդարված էր ծաղկեպսակներով, գունավոր լույսերով տոնածառով, որը երեքով էին ընտրել զարդարել, յուրաքանչյուր խաղալիք ներկայացնում էր մի հիշողություն կամ հատուկ պահ, որն ապրել էին վերջին ամիսներին։ Միքայելը հիացած էր Սուրբ Ծննդյան օրը հայրիկ Ռուբենին տանն ունենալու հեռանկարից, արթնանալու նրան այնտեղ գտնելու, բոլոր նվերները միասին բացելու հեռանկարից։ Նա հսկայական ցուցակ էր կազմել ձմեռ պապիկի համար, լի խաղալիքներով, մանկական ցանկություններով, բայց ցուցակի վերում, խնամքով գրված տառերով, որոնք Անահիտն օգնել էր ձավորել, գրված էր. Ուզում եմ, որ հայրիկ Ռուբենը միշտ մեզ հետ մնա։ Ռուբենը լաց եղավ, երբ տեսավ դա, գրկելով տղային մի ուշքնությամբ, որը ստիպեց նա Անահիտին հուզվել։ Սուրբ Ծննդյան առավոտը պարզ արոտ էր, կտրուկ հակադրվելով նախորդ տարվա մշուշոտ ցուրտ գիշերվան։ Ռուբենը վաղ արթնացավ, Անահիտից Միքայելից առաջ։ Մի քանի րոպե պառկած մնաց անկողնում, պարզապես կլանելով այն իրականությունը, թե որտեղ է գտնվում։ Իր կողքին Անահիտը հանգիստ քնած էր, մազերը տարածված բարձին, դեմքին խաղաղության արտահայտություն։ Հարան սենյակում նա կարող էր լսել Միքայելի թեթ խռմփոցը, որը հավանաբար շուտով կարթնանար, լի էներգիայով ոգորությամբ։ Նա դանդաղ վեր կացավ, փորձելով չարթնացնել Անահիտին, գնաց խոհանոց սուրճ պատրաստելու։ Մինչ սպասում էր ջրի եռալուն, նայեց բնակարանին, նկատելով ամենուր կիսված կյանքի նշանները։ Միքայելի կոշիկները գցված դրան մոտ, Անահիտի աշխատանքային պայուսակը բազմոցին, իր սեփական ընթերցանության ակնոցները սուրճի սեղանի վրա գրքերի կույտի վրա։ Պատերին շրջանակված լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս նրանց երեքին տարբեր պահերին, այգում, ծովափին մի օր, Միքայելի ծննդյան օրը, տանը պարզ ընթրիքի ժամանակ։ Դա տուն էր։ Դա ընտանիք էր։ Դա ամեն ինչ էր։ Արագ քայլերի ձայնը նրան դուրս բերեց մտքերից, Միքայելը հայտնվեց խոհանոցում, դեռ գիշերազգեստով, աչքերը լայն բացված ոգորությունից։ Հայրիկ Ռուբեն։ Սուրբ Ծնունդ է։ Ձմեռ պապիկն արդեն եկել է, նա գրեթե գոռաց, Ռուբենը ծիծաղեց, մատը դնելով շուրթերին նրան լռեցնելու համար։ Եկեք մայրիկիդ դանդաղ արթնացնենք, լավ։ Նա արժանի է մի փոքր ավելի քնելու։ Բայց Միքայելն արդեն վազում էր դեպի ննջասենյակ, շուտով Ռուբենը լսեց Անահիտի քնաթաթախ ձայնը, որին հաջորդեցին ավելի շատ ծիծաղներ։ Նա սուրճ մատուցեց նրան, տաք շոկոլադ Միքայելին, նրանք երեքով հավաքվեցին հյուրասենյակում, դեռ գիշերազգեստներով, որպեսզի բացեն նվերները տոնածառի տակ։ Առավոտը քաոսային հրաշալի էր, լի պատրված թղթով, Միքայելի ուրախության ճիչերով, մեծահասակների միջ համաձայնության ժպիտներով։ Ռուբենը նվերներ էր գնել երկուսի համար, բայց ոչ մի շքեղ կամ չափազանց թանկ բան, ինչպես կաներ անցյալում։ Ընտրել էր խնամքով, մտածելով, թե յուրաքանչյուրն իրականում ինչ կցանկանար։ Միքայելի համար արկածային գրքեր, երեխաների համար գիտական հավաքածու, սուպերհերոսի հագուստ։ Անահիտի համար մի գրքի առաջին հրատարակություն, որը նա նշել էր, որ սիրել է մանկության տարիներին, փափուկ բրդյաշալ, որը նա միշտ հիանում էր դպրոցի մոտ գտնվող մի խանութում, հին երաժշտական տուփ, որը նվագում էր մի մեղեդի, որը նրան հիշեցնում էր մանկությունը։ Իսկ Անահիտը նույնպես նվերներ ուներ նրա համար։ Բրդյա սվիտեր, որն ինքն էր գործել, գաղտնի աշխատելով դրա վրա այն գիշերներին, երբ նա մինչ ուշ մնում էր գրասենյակում։
Լուսանկարների ալբոմ, որը նա խնամքով հավաքել էր, փաստագրելով վերջին ամիսների յուրաքանչյուր կարևոր պահը, առաջին անգամ, երբ նա Միքայելին դպրոցից վերցրեց, այն օրը, երբ տեղափոխվեցին նոր բնակարան, փոքր առօրյա պահեր, որոնք նա որսացել էր, երբ նա ուշադրություն չէր դարձնում։ Իսկ Միքայելը մոր օգնությամբ շրջանակված նկար էր արել, որը ցույց էր տալիս նրանց երեքին ձեռք ձեռքի բռնած, վերում երկնքում մեծ կարմիր սրտով։ Նվերները բացելուց հետո նրանք միասին պատրաստեցին Սուրբ Ծննդյան ճաշը։ Ռուբենը վերջին ամիսներին բավականին լավ էր սովորել պատրաստել, օգնեց Անահիտին պատրաստել խոզի բուդը, տոլման, բրինձը, աղցանը։ Միքայելը պատասխանատու էր աղանդերի համար, կոճապղպեղով թխվածքաբլիթներ պատրաստելու համար, իհարկե, հսկողության ներքո խոհանոցը դարձավ ալյուրի, խմորի ծիծաղի սիրելի խառնաշփոթ։ Ճաշի ընթացքում, մինչ վայելում էին սիրով պատրաստված ուտելիքը, Միքայելը բարձրացրեց իր խաղողի հյութի բաժակը, ընդօրինակելով մեծահասակներին, երբ նրանք կենաց էին ասում, լրջորեն ասաց. «Ես ուզում եմ կենաց ասել. մեր ընտանիքի համար, որովհետև մենք ամբողջ աշխարհի լավագույն ընտանիքն ենք»։ Ռուբենն ու Անահիտը բարձրացրին իրենց բաժակները, աչքերը փայլում էին զսպված արցունքներից, կրկնեցին. «Մեր ընտանիքի համար»։ Երեկոյան, երբ Միքայելը վերջապես հոգնեց բոլոր նոր նվերներով խաղալուց քնեց բազմոցին, Ռուբենն ու Անահիտը ցածրաձայն զրուցում էին, փաթաթված միմյանց, դիտելով քնած տղային։ «Հիշո՞ւմ ես անցյալ Սուրբ Ծնունդը», հարցրեց Անահիտը մեղմորեն։ «Թե ինչպիսին էիր, երբ մենք հանդիպեցինք»։ Ռուբենը գլխով արեց, հիշողությունը դեռ վառ էր նրա մտքում։ «Ես հիշում եմ յուրաքանչյուր մանրուք։ Ես լիովին մոլորված էի, խեղդվում էի մեղքի զգացումի ցավի մեջ։ Ելք չէի տեսնում, ապագա չէի պատկերացնում։ Եվ հետո հայտնվեց մի 5 տարեկան տղա, որն ինձ առաջարկում էր իր մայրիկին պարտքով տալ»։ Անահիտը ցածրաձայն ծիծաղեց, շոյելով Ռուբենի մազերը։ «Լավագույն պարտքն էր, որ երբեք տվել եմ», կատակեց նա։ «Դու այլս երբեք ինձ չվերադարձրիր»։ «Չեմ էլ պատրաստվում», պատասխանեց Ռուբենը, մեղմորեն համբուրելով նրան։ «Դուք երկուստ ինձ փրկեցիք, գիտես։ Ինքս ինձնից, այն դատարկ կյանքից, որով ապրում էի, այն վայրեջքի պարույրից, որի մեջ ընկնում էի։ Դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչն է իսկապես կարևոր։ Դու էլ մեզ փրկեցիր», հակադարձեց նա։ «Ես սկսում էի հավատալ, որ այլս երբեք չեմ կարողանա սիրել որևէ մեկին, որ սիրտս ընդմիշտ փակվել է Դավիթին կորցնելուց հետո։ Իսկ Միքայելը հայրական կերպարի կարիք ուներ, նույնիսկ եթե ես փորձում էի ամեն ինչ լինել նրա համար։ Դու լույս բերեցիր մեր կյանք, Ռուբեն։ Դու մեզ լրացրիր մի ծով, որը ես չգիտեի, որ պակասում է»։ Նրանք մի պահ լուռ մնացին, պարզապես կլանելով այդ պահի խաղաղությունն ու լիարժեքությունը։ «Գիտես, ինչ կուզենայի անել», ասաց Ռուբենը վերջապես։ «Կուզենայի վերադառնալ այգու այդ նստարանին, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Կարծում եմ, դա կարող կլիներ, ինչ-որ առումով, շրջանը փակելու համար»։ Անահիտը քննարկեց գաղափարը, հետո ժպտաց. «Կարծում եմ, դա հիանալի կլիներ։ Երբ ես ուզում գնալ։ Այսօր գիշեր։ Ընթրիքից հետո։ Երեքով միասին։ Եվ այսպես ճաշի մնացորդներից ավելի շատ կոճապղպեղով թխվածքաբլիթներից բաղկացած թեթ ընթրիքից հետո նրանք տաք հագնվեցին, դուրս եկան հաղթանակի զբոսայգի։ Գիշերը ցուրտ էր, բայց աստղալից, այգին լուսավորված էր նախորդ տարվանից էլ ավելի մշակված ամանորյա զարդարանքներով։ Ընտանիքները զբոսնում էին արահետներով, երեխաները ծիծաղելով վազվզում էին, ընկերների խմբերը գիշերային խնջույքներ էին կազմակերպում խոտածածկ տարածքներում։ Միքայելը բռնել էր յուրաքանչյուր մեծահասակի ձեռքը, եռանդուն թափահարելով ձեռքերը, մինչ քայլում էր նրանց միջ, երգելով Սուրբ Ծննդյան երգեր, որոնք սովորել էր դպրոցում։ Նրանք անցան թարթող լույսերով զարդարված ծառերի, այգու տարբեր կետերում տեղադրված մսուրների, ավանդական ամանորյա երգեր կատարող երգիչների կողքով։ Վերջապես, հասան այդ նստարանին։ Նույն նստարանին, որտեղ Ռուբենը նստած էր եղել 1 տարի առաջ, մենակ կոտրված։ Այն այնքան տարբեր էր թվում հիմա, լուսավորված տոնական լույսերով, շրջապատված ուրախությամբ կյանքով։ Բայց դա նույն նստարանն էր, լուռ վկան մի հանդիպման, որը փոխել էր ամեն ինչ։ Ռուբենը դանդաղ նստեց, Անահիտը նստեց նրա կողքին, Միքայելին իր գիրկը քաշելով։ Երկար պահ նրանք երեքով պարզապես այնտեղ նստած էին, դիտելով այգու շարժումը, լսելով ծիծաղի երգերի հեռավոր ձայները։ «Այստեղ էիր դու լաց լինում, հանկարծ», ասաց Միքայելը, նայելով Ռուբենին իր մեծ լուրջ աչքերով։
Դու շատ տխուր էիր մայրիկիդ պատճառով։ Այո, այստեղ էի, հաստատեց Ռուբենը խեղդված ձայնով։ Ես իմ կյանքի ամենավատ պահին էի։ Եվ հետո դու հայտնվեցիր, փոխեցիր ամեն ինչ։ Ես պարզապես ուզում էի քեզ օգնել, ասաց Միքայելը պարզապես։ Մայրիկս միշտ ասում է, որ երբ ինչ-որ մեկը տխուր է, մենք պետք է բարի լինենք։ Եվ դու շատ բարի էիր, պատասխանեց Ռուբենը, գրկելով տղային։ Ամենակարևոր բարությունը, որ ինչ-որ մեկը երբեք ցուցաբերել է իմ հանդեպ։ Դու դեռ տխրում ես մայրիկիդ համար, հարցրեց Միքայելը, մտահոգությունն ակնհայտ էր նրա երիտասարդ դեմքին։ Ռուբենը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը, ցանկանալով լինել անկեղծ, բայց չվախեցնել տղային։ Երբեմն տխրում եմ, այո, ասաց նա վերջապես։ Կարոտում եմ նրա հետ խոսելու, նրան գրկելու հնարավորությունը։ Բայց գիտես, ինչն է փոխվել։ Հիմա, երբ ես նրա մասին եմ մտածում, ոչ միայն տխրություն եմ զգում։ Ես նա երախտագիտություն եմ զգում։ Երախտագիտություն այնպիսի հիանալի մայր ունենալու, այն բոլոր բաների համար, որ նա ինձ սովորեցրել է, այն բոլոր զոհողությունների համար, որ նա արել է ինձ համար։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ ուրախ կլիներ, եթե կարողանար ինձ հիմա տեսնել, ապրելով այն կյանքով, որով ես ապրում եմ, այն ընտանիքով, որը ես կառուցել եմ։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը, լուր արցունքներ հոսում էին նրա դեմքով։ Նա շատ կհպարտանար քեզնով, ասաց նա մեղմորեն։ Այն մարդով, որը դու դարձել ես, թե ինչպես ես բացել քո սիրտը, թե ինչպես ես սիրում Միքայելին, կարծես նա քո որդին լիներ առաջին օրվանից։ Նա կսիրեր ձեզ երկուսիդ, ասաց Ռուբենը, իր սեփական ձայնը կոտրվելով։ Նա կպաշտեր քեզ ճանաչել, Անահիտ։ Եվ նա սարսափելի կերպով կփայփայեր Միքայելին, ինչպես ցանկացած լավ տատիկ կաներ։ Միքայելը մի պահ մտախոհ մնաց, հետո ասաց մի բան, որը խորապես հուզեց երկու մեծահասակներին։ Ուրեմն ես հիմա երկնքում երկու տատիկ ունեմ։ Հելեն տատիկը այն տատիկը, որին ես երբեք չեմ ճանաչել, հայրիկ Դավիթի մայրիկը։ Նրանք կարող են այնտեղ ընկերուհիներ լինել միասին հոգ տանել մեր մասին։ Ռուբենը չկարողացավ զսպել արցունքները։ Նա Միքայելին քաշեց ամուր գրկախառնության մեջ, Անահիտը միացավ նրանց, նրանք երեքով ամուր գրկախառնվեցին այնտեղ, այդ նստարանին, միավորված կապերով, որոնք արյանը չէին, այլ ընտրության, սիրո մի խորը կապի, որը գերազանցում էր ընտանիքի ավանդական սահմանումները։ Գիտեք, ինչ նկատեցի, ասաց Միքայելը, երբ վերջապես բաժանվեցին։ Լավ է, որ ես այդ օրը մայրիկիս քեզ պարտքով տվեցի։ Որովհետև հիմա դու այլս տխուր չես, իսկ ես մեկ հայրիկ ունեցա։ Բոլորը շահեցին։ Դա հիանալի գործարք էր։ Ռուբենն ու Անահիտը ծիծաղեցին արցունքների միջով, որովհետև միայն երեխան կարող էր այդքան պարզ մի նույն ժամանակ խորը տեսնել ամեն ինչ։ Եվ Միքայելը ճիշտ էր։ Դա հիանալի գործարք էր եղել։ Ամենալավը։ Նրանք որոշ ժամանակ մնացին նստարանին, պարզապես դիտելով իրենց շուրջը տեղի ունեցող կյանքը։ Ռուբենը նայեց ծառերի վրա թարթող լույսերին, անցնող ընտանիքներին, ձեռք ձեռքի բռնած զույգերին, զգաց խորը լիակատար խաղաղություն։ 1 տարի առաջ նա հենց այնտեղ էր, կոտրված մոլորված։ Իսկ հիմա նա ամբողջական էր մի ձով, որով երբեք չէր եղել։ Կյանքը տարօրինակ կերպով է աշխատում, մտածեց նա։ Երբեմն դու պետք է ամբողջությամբ փշրվես, որպեսզի կարողանաս ճիշտ ձով վերակառուցվել։ Երբեմն դու պետք է կորցնես ամեն ինչ, որպեսզի հայտնաբերես, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ երբեմն, միայն երբեմն քո ամենամութ պահին, փրկությունը գալիս է մի փոքրիկ տղայի տեսքով, հսկայական սրտով, որն առաջարկում է իր մայրիկին պարտքով տալ, որպեսզի քեզ ժպտալ ստիպի։ Երբ վերջապես ոտքի կանգնեցին տուն վերադառնալու, Միքայելը բռնեց Ռուբենի ձեռքը, լրջորեն նայեց նրան։ Խոստացիր, որ երբեք չես գնա, խնդրեց նա, նրա աչքերում փոքր, բայց իրական վախ կար, մի երեխայի վախ, որն արդեն կորցրել էր կարևոր մեկին, վախենում էր նորից կորցնել։ Ռուբենը ծնկի իջավ տղայի առջ, ուղիղ նայելով նրա աչքերին։ Ես խոստանում եմ, Միքայել։ Ես ոչ մի տեղ չեմ գնա։ Դու, մայրիկդ ես, մենք հիմա ընտանիք ենք։ Եվ ընտանիքները միասին են մնում, ինչ էլ որ պատահի։ Դու կարող ես միշտ ինձ վրա հույս դնել։ Ողջ կյանքում։ Միքայելը գոհունակությամբ ժպտաց, հետո այդ անհարմարություն պատճառող մանկական տրամաբանությամբ ամբողջությամբ փոխեց թեման։ Կարող եմ ավելի շատ տաք շոկոլադ խմել, երբ տուն հասնենք։ Անահիտը ծիծաղեց, խառնեց որդու մազերը։ Կարող ես, սիրելիս։ Կարող ես։
Նրանք քայլեցին հետ դեպի այգու ելքը, ձեռք ձեռքի բռնած մի փոքրիկ ընտանիք, որը 1 տարի առաջ նույնիսկ գոյություն չուներ։ Եվ մինչ քայլում էին, Ռուբենը նայեց աստղալից երկնքին լուր աղոթք արեց, շնորհակալություն հայտնելով մորը այն ամենի համար, ինչ նա իրեն սովորեցրել էր, ներողություն խնդրելով, որ ներկա չի եղել, երբ նա իր կարիքն ուներ, բայց նա կիսվելով նրա հետ, որտեղ էլ որ նա լիներ, այն ուրախությամբ լիարժեքությամբ, որն այժմ լցնում էր իր կյանքը։ Շնորհակալ եմ, մտածեց նա։ Շնորհակալ եմ ինձ սիրո, զոհողության, այն մասին, թե ինչն է իսկապես կարոր սովորեցնելու համար։ Ես շատ երկար ժամանակ պահանջեցի այս դասերը սովորելու համար, բայց սովորեցի։ Եվ ես հիմա ապրում եմ այնպես, որը գիտեմ, քեզ հպարտություն կպատճառեր։ Ես հոգ եմ տանում մարդկանց մասին, որոնց սիրում եմ, ներկա եմ այն պահերին, որոնք կարոր են, կառուցում եմ մի կյանք, որն իսկական իմաստ ունի։ Հուսով եմ, դու կարող ես դա տեսնել, որտեղ որ լինես։ Հուսով եմ, դու գիտես, որ քո որդին վերջապես հասկացավ այն, ինչ դու միշտ փորձում էիր սովորեցնել։ Այդ գիշեր Միքայելին քնեցնելուց հետո, երբ նա վերջապես տեղի տվեց երկար հուզիչ օրվա հոգնածությանը, Ռուբենն ու Անահիտը նստած էին իրենց բնակարանի պատշգամբում, դիտելով ներքում լուսավորված քաղաքը, հեռավոր տոնակատարությունների մեղմ ձայնը հասնում էր նրանց։ 1 տարի, ասաց Անահիտը մեղմորեն։ 1 տարի, ինչ ամեն ինչ փոխվեց։ Իմ կյանքի լավագույն տարին, պատասխանեց Ռուբենն առանց վարանելու։ Եվ ես անհամբեր սպասում եմ հաջորդներին։ Նա փաթաթվեց նրան, նրանք այնտեղ մնացին հարմարավետ լռության մեջ, յուրաքանչյուրը կորած իր մտքերում, բայց միավորված այն վստահությամբ, որ գտել են ինչ-որ հազվագյուտ թանկ բան։ Ռուբենը մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ փոխակերպող տարում։ Այն սկսվել էր կորստով, ցավով, մեղքի զգացումով, մենությամբ։ Բայց այդ ցավի միջով նա գտել էր մի բան, որը երբեք չգիտեր, որ փնտրում է։ Գտել էր նպատակ, կապ, իսկական սեր։ Սովորել էր, որ հաջողությունը չի չափվում բանկում եղած գումարով կամ մասնագիտական ճանաչմամբ, այլ կիսված պահերով, սիրելի մարդկանց ժպիտներով, քո ձեռքին վստահող փոքրիկ ձեռքերով, չավարտվող գրկախառնություններով։ Սովորել էր, որ ընտանիքը միշտ այն չէ, որտեղ մենք ծնվում ենք։ Երբեմն դա այն է, որը մենք ընտրում ենք, որը մեզ է ընտրում, որը ձևավորվում է անհավանական պահերին, անսպասելի կապերի միջոցով։ Նա ծնված չէր Միքայելի հայրը լինելու համար, բայց հիմա չէր կարող պատկերացնել իր կյանքն առանց այդ արտասովոր տղայի։ Նա չէր փնտրել Անահիտին, բայց հիմա նա իր աշխարհի կենտրոնն էր, այն մարդը, որը նրան ճանաչում էր այնպիսի խորություններում, որոնք ինքն էլ հազիվ էր ուսումնասիրել։ Իսկ մայրը, տիկին Հելենը, որին նա այդքան ցավալի հանկարծակի կորցրել էր, շարունակում էր իր կյանքի մի մասը լինել այլ կերպ։ Նա ապրում էր իր սովորեցրած դասերում, այն արժեքներում, որոնք նա այժմ ընտրում էր հարգել, այն հիշողության մեջ, որը նա կրում էր սիրով, ոչ թե միայն մեղքի զգացումով։ Նա եղել էր նրա առաջին ուսուցիչը անպայմանական սիրո, զոհողության, ուրիշներին առաջին տեղում դնելու մասին։ Եվ հիմա նա վերջապես այդ դասերը կիրառում էր գործնականում։ Մի բան կա, որ ուզում եմ քեզ հարցնել, հանկարծ ասաց Ռուբենը, խախտելով լռությունը։ Անահիտը մի փոքր հեռացավ, որպեսզի կարողանա նայել նրան, դեմքին հետաքրքրասիրություն։ Ինչ։ Ռուբենը խորը շունչ քաշեց։ Նա շաբաթներ շարունակ մտածել էր դրա մասին, բայց այս գիշերը կատարյալ պահ էր թվում, վերադառնալով այն վայր, որտեղ ամեն ինչ սկսվել էր, փակելով այն փոխակերպման շրջանը, որը ներկայացնում էր այդ տարին։ Ամուսնացիր ինձ հետ, ասաց նա, պարզ ուղիղ։ Ես գիտեմ, որ մենք արդեն միասին ենք ապրում, գիտեմ, որ մենք արդեն ընտանիք ենք բոլոր կարոր իմաստներով։ Բայց ես ուզում եմ դա պաշտոնական դարձնել։ Ես ուզում եմ, որ դու լինես իմ կինը, ուզում եմ, որ մենք կարողանանք ապագա կառուցել, իմանալով, որ մենք նվիրված ենք միմյանց բոլոր հնարավոր ձերով։ Ես ուզում եմ, որ Միքայելն ունենա այն անվտանգությունը, որ սա մշտական է, որ ես պարզապես ինչ-որ մեկը չեմ, որ ապրում է ձեզ հետ, այլ մեկը, որ ընտրել է ձեզ ընդմիշտ։ Անահիտը երկար պահ լուռ մնաց, արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով։ Երբ վերջապես խոսեց, ձայնը խռպոտ էր հուզմունքից։ Այո, ասաց նա պարզապես։ Այո, ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ։ Ես ուզում եմ այդ ապագան կառուցել քեզ հետ։ Ես ուզում եմ, որ մենք պաշտոնապես ընտանիք լինենք, ամբողջ աշխարհի աչքի առաջ, ոչ միայն մեր սեփական աչքերով։ Նրանք համբուրվեցին, մի երկար խորը համբույր, որը կնքում էր մի խոստում, որը տոնում էր մի սեր, որը ծաղկել էր ցավի կորստի մոխիրներից։
Եվ երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ լաց էին լինում ծիծաղում, որովհետև այդ հույզերի խառնուրդը կյանքի էությունն էր, ապացույցը, որ ուրախությունն ու տխրությունը, անցյալն ու ապագան, կորուստն ու ձեռքբերումը, ամեն ինչ գոյակցում միահյուսվում է անկանխատեսելի ձևով։ Պետք է Միքայելին ասենք, ասաց Անահիտը, սրբելով արցունքները։ Նա այնքան ուրախ կլինի։ Վաղն առավոտյան, համաձայնեց Ռուբենը։ Դա կանենք որպես լրացուցիչ Սուրբ Ծննդյան անակնկալ։ Եվ այսպես, մինչ քաղաքը քնած էր նրանց շուրջը, մինչ Սուրբ Ծննդյան վերջին տոնակատարությունները մարում էին, աշխարհը պատրաստվում էր նոր տարվան, Ռուբենն ու Անահիտը գրկախառնված մնացին պատշգամբում, պլանավորելով մի ապագա, որը նրանցից ոչ մեկը չէր պատկերացրել 1 տարի առաջ։ Մի ապագա կառուցված սիրո հասկացողության, փոխադարձ հարգանքի այն պահերին, որոնք իսկապես կարող են ներկա լինելու խորը նվիրվածության ամուր հիմքերի վրա։ Հաջորդ առավոտյան, երբ Միքայելն արթնացավ, նրանք նրան պատմեցին ամուսնության մասին, տղայի արձագանքը հենց այն էր, ինչ սպասում էին։ Նա ցատկեց անկողնուց, ուրախության ճիչ արձակեց, վազեց տնով մեկ տոնելով, կարծես հենց նոր ստացել էր բոլոր ժամանակների լավագույն նվերը։ Եվ հետո, այն հանկարծակի լրջությամբ, որը երբեմն տիրում էր նրան, կանգնեց Ռուբենի առջ հարցրեց. Երբ դուք ամուսնանաք, ես կարող եմ ձեզ ուղղակի հայրիկ կանչել, առանց Ռուբենի։ Ռուբենը ծնկի իջավ նրա առջ, աչքերը խոնավացած։ Դա պատիվ կլիներ, ասաց նա։ Բայց միայն եթե դու ուզում ես։ Ես գիտեմ, որ դու արդեն մի հայրիկ ունեցել ես, հայրիկ Դավիթը, ես երբեք չեմ փորձի նրան փոխարինել կամ ջնջել նրա հիշողությունը։ Միքայելը մի պահ մտածեց, հետո ասաց մի իմաստությամբ, որը գերազանցում էր իր 6 տարին։ Ես կարծում եմ, որ հայրիկ Դավիթը ուրախ կլիներ իմանալ, որ ես հիմա քեզ ունեմ։ Եվ ես կարծում եմ, որ կարելի է 2 հայրիկ ունենալ, նույնիսկ եթե մեկը երկնքում է։ Բայց այո, ես ուզում եմ քեզ ուղղակի հայրիկ կանչել։ Որովհետև դու հենց դա ես ինձ համար։ Եվ այսպես, հետտոնական Սուրբ Ծննդյան այդ առավոտյան, մի ընտանիք ամրապնդվեց բոլոր հնարավոր ձևերով։ Հաջորդ ամիսներին Ռուբենը, Անահիտը, Միքայելը պլանավորեցին մի պարզ, բայց իմաստով լի հարսանիք։ Նրանք չէին ուզում ինչ-որ մեծ կամ ցուցադրական բան, պարզապես ինչ-որ բան, որը կտոներ նրանց միավորող սերը, այն ճանապարհը, որը նրանց հասցրել էր այնտեղ։ Հարսանիքը տեղի ունեցավ գարնանը, մի փոքր արարողությամբ ծաղկած այգում, միայն մտերիմ ընկերների հարազատների ներկայությամբ։ Միքայելը մատանիների կրողն էր, հագել էր մի փոքրիկ կոստյում, որը նրան փոքրիկ ասպետի տեսք էր տալիս, մատանիները կրում էր լրջությամբ հպարտությամբ։ Անահիտը փայլում էր պարզ, բայց էլեգանտ զգեստով, Ռուբենը երբեք իրեն այդքան նյարդային մի նույն ժամանակ երջանիկ չէր զգացել իր ողջ կյանքում։ Եվ երբ արարողակատարը հարցրեց, թե արդյոք նրանք խոստանում են սիրել, հարգել, հոգ տանել միմյանց մասին իրենց կյանքի բոլոր օրերին, թե լավ, թե դժվար, նրանք պատասխանեցին հաստատուն ձայներով, արցունքներից փայլող աչքերով. Այո, մենք խոստանում ենք։ Եվ երբ նրանք հայտարարվեցին ամուսին կին, երբ համբուրվեցին հուզված ծափահարությունների ներքո, Միքայելը վազեց դեպի նրանց գրկեց, ստեղծելով 3 հոգու գրկախառնություն, որը կատարելապես խորհրդանշում էր, թե ինչ էր ներկայացնում այդ միությունը։ Դա ոչ միայն երկուսի մեկ դառնալն էր, այլ 3-ի անխզելիորեն միավորված ընտանիք դառնալը։ Հաջորդ տարիները լի էին ցանկացած ընտանիքի համար սովորական վերելքներով, վայրեջքներով։ Եղան դժվար պահեր, վեճեր փոքր բաների շուրջ, առօրյա սթրեսներ։ Միքայելը մեծացավ, անցավ մանկության դեռահասության բոլոր բնորոշ փուլերով, երբեմն մարտահրավեր նետող, երբեմն քաղցր, միշտ սիրված։ Ռուբենը սովորեց հայր լինել փորձի սխալի միջոցով, սխալներ գործելով, բայց միշտ ձգտելով ներկա լինել, լսել, աջակցել առանց խեղդելու։ Անահիտն ու Ռուբենը կառուցեցին բաց հաղորդակցության փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուսնություն։ Նրանք երբեք չդադարեցին զարմացնել միմյանց, բացահայտել նոր շերտեր այն մարդու մեջ, ում հետ ընտրել էին անցկացնել իրենց կյանքը։ Ի վերջո, նրանք ավելի շատ երեխաներ ունեցան, ընդլայնելով իրենց ընտանիքը, բայց Միքայելը միշտ հատուկ տեղ էր զբաղեցնում Ռուբենի սրտում, այն առաջին որդին, որը նրան սովորեցրել էր անպայմանական սիրո իմաստը։ Ռուբենը երբեք լիովին չվերադարձավ այն ագրեսիվ կորպորատիվ աշխարհ, որը թողել էր։ Պահպանեց իր դերը ընկերության խորհրդում, բայց իր ժամանակի մեծ մասը նվիրեց բարեգործական աշխատանքներին, հատկապես կրթությանը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների աջակցությանը վերաբերող նախագծերին։ Նա օգտագործեց իր ռեսուրսներն ու կապերը, իրական փոփոխություն մտցնելու մարդկանց կյանքում, հարգելով մոր հիշատակն այնպիսի ձևով, որոնք նա երբեք չէր պատկերացնի։
Եվ ամեն տարի Սուրբ Ծննդին ընտանիքը վերադառնում էր հաղթանակի զբոսայգու այդ նստարանին։ Դա ավանդույթ դարձավ մից հիշելու, թե որտեղից էր ամեն ինչ սկսվել, հարգելու այն պահը, որը փոխել էր նրանց բոլորի կյանքը։ Նրանք նույն տեղում լուսանկարվում էին տարիների ընթացքում այդ լուսանկարները փաստագրում էին Միքայելի աճը, նոր եղբայրների ու քույրերի ավելացումը, Ռուբենի Անահիտի հասունացումը, բայց միշտ ցույց էին տալիս նույն բանը՝ սեր, միասնություն, ընտանիք։ Եվ միշտ, երբ նրանք այդ նստարանին էին, Ռուբենը նայում էր աստղալից երկնքին մտածում մոր մասին։ Նա մտքում խոսում էր նրա հետ, պատմում իր կյանքի, այն թոռների մասին, որոնց նա կսիրեր, այն մարդու մասին, որը նա դարձել էր։ Եվ նա սիրում էր հավատալ, որ որտեղ էլ որ նա լիներ, նա հպարտ էր։ Հպարտ, որ նա վերջապես հասկացավ, որ իսկական հարստությունը չի չափվում մասնագիտական նվաճումներով կամ բանկային հաշիվներով, այլ կիսված պահերով, տրված-ստացված սիրով, յուրաքանչյուր օրվա վերջում կարողանալով ասել, որ դու փոփոխություն ես մտցրել քեզ համար կարևոր մեկի կյանքում։ Որովհետև, ի վերջո, հենց դա է մնում։ Ոչ թե ստորագրված պայմանագրերը կամ կնքված գործարքները, այլ այն մարդիկ, որոնց մենք սիրում ենք, այն հիշողությունները, որոնք մենք ստեղծում ենք, այն կապերը, որոնք մենք կառուցում ենք։ Եվ Ռուբենն այդ դասը սովորել էր ամենացավալի ձով, կորստի միջոցով։ Բայց նա սովորել էր, որ ամենախորը ցավից կարող է ծնվել ամենաիսկական ուրախությունը, որ ավերակների մոխիրներից կարող է առաջանալ ինչ-որ նոր գեղեցիկ բան, որ երբեք ուշ չէ փոխվելու, աճելու, ընտրելու մի կյանք, որն իսկական իմաստ ունի։ Եվ մինչ նստած էր այդ նստարանին, կնոջ կողքին երեխաների շուրջը, լսելով ծիծաղներ, զգալով այն կապի ջերմությունը, որը նրան խարսխված ամբողջական էր պահում, Ռուբենը բացարձակ վստահությամբ գիտեր, որ գտել է իր ճանապարհը դեպի տուն։ Ոչ թե այն ֆիզիկական տուն, որտեղ մեծացել էր, կամ այն շքեղ բնակարան, որը մի ժամանակ ունեցել էր, այլ այն իսկական տուն, որը գոյություն ունի այնտեղ, որտեղ սեր կա, որտեղ ներկայություն կա, որտեղ կան մարդիկ, որոնք քեզ ընտրում են ամեն օր, որոնց դու ընտրում ես նույն ուշքնությամբ։ Եվ Սուրբ Ծննդյան այդ գիշերը, մեկը դեռ գալիք շատերից, Ռուբենը լուր խոստում տվեց։ Իր մորը, իր ընտանիքին, ինքն իրեն։ Խոստում շարունակել ապրել նպատակասլաց, այլս երբեք չընդունել որպես տրված նրանց, ում սիրում է, ներկա լինել յուրաքանչյուր կարևոր պահին։ Որովհետև կյանքը փխրուն է թանկարժեք, մենք երբեք չգիտենք, թե որքան ժամանակ ունենք։ Բայց այն, ինչ մենք կարող ենք վերահսկել, այն է, թե ինչպես ենք մենք ապրում այդ ժամանակը, ինչպես ենք սիրում, ինչպես ենք ընտրում ներկա լինել, ոչ թե պարզապես գոյություն ունենալ։ Եվ մինչ նրանք այդ գիշեր քայլում էին դեպի տուն, աստղերով լի երկնքի տակ, մի ընտանիք, միավորված արյունից ավելի ամուր կապերով, կռված ընտրության, սիրո նվիրվածության միջոցով, Ռուբենը զգաց խորը ճնշող երախտագիտություն։ Երախտագիտություն այն երկրորդ հնարավորության համար, որ կյանքը նրան տվել էր, երախտագիտություն Անահիտի Միքայելի համար, որոնք հայտնվել էին նրա ամենամութ պահին, երախտագիտություն այն համարձակության համար, որ ունեցել էր, թույլ տալու իրեն փոխվել, բացվել սիրո համար, կառուցել ինչ-որ նոր բան կորցրածի ավերակների վրա։ Որովհետև երբեմն, միայն երբեմն, երբ մենք լիովին կոտրված ենք, երբ կարծում ենք, որ ցավից բացի այլս ոչինչ չկա, կյանքը մեզ զարմացնում է։ Այն մեզ ուղարկում է 5 տարեկան մի տղայի հսկայական սրտով, որն առաջարկում է իր մայրիկին պարտքով տալ, մեզ ժպտալու համար։ Այն մեզ տալիս է երկրորդ հնարավորություն, ճիշտ անելու, իսկապես ապրելու, ընտանիք կառուցելու ոչ թե պարտավորության կամ ավանդույթի, այլ գիտակցված ընտրության իսկական սիրո վրա։ Եվ սա, մտածեց Ռուբենը, երբ բացեց իր տան դուռը, դիմավորվեց ջերմությամբ, լույսով տան բույրով, սա ամենակարևոր դասն է, որ ընտանիքը ոչ միայն նա է, ով կիսում է մեր արյունը։ Դա նա է, ով կիսում է մեր ճանապարհը, ով մեզ ընտրում է մեր ամենավատ պահերին, մնում մեզ հետ փոթորիկների միջով։ Դա նա է, ով մեզ իսկապես տեսնում է, մեր ողջ անկատարության մարդկայնության մեջ, մի նույն է սիրում մեզ։ Դա նա է, ով տունը վերածում է օջախի, ով պահերը վերածում է հիշողությունների, ով կյանքը վերածում է մի բանի, որն արժե ապրել։ Եվ դրա համար, այս ամենի համար, Ռուբենը երախտապարտ էր։ Ոչ միայն այդ Սուրբ Ծննդին, այլ ամեն օր։ Երախտապարտ այն ցավի համար, որը նրան փոխեց, երախտապարտ այն կորստի համար, որը նրան վերաուղղորդեց, երախտապարտ այն արտասովոր մարդկանց համար, որոնք մտան նրա կյանք հենց այն ժամանակ, երբ նա ամենաշատն էր նրանց կարիքն ունեցել։ Եվ մինչ նա այդ գիշեր գրկում էր իր ընտանիքին, շրջապատված սիրով, ջերմությամբ, պատկանելության բացարձակ վստահությամբ, նա գիտեր, որ վերջապես գտել է այն, ինչ միշտ փնտրում էր առանց իմանալու։ Գտել էր տուն։ Գտել էր ընտանիք։ Գտել էր ինքն իրեն։